Խաղաղ թաղամասում մի փորձառու ոստիկան իր հոտառու շունը տարօրինակ նշաններ են հայտնաբերում անհետացած մի տարեց կնոջ տանը։ Հետաքննության ընթացքում նրանք գտնում են հուսահատ մի գրություն տան ներսին ուղղված տեսախցիկներ։ Բայց ոչինչ նրանց չի կարող նախապատրաստել այն սարսափին, որը սպասում է բակի հետնամասում։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանի արաբկիր թաղամասում մեղմիկ իջնում էր երեկոն, հայկական աշնանը բնորոշ այն զգացողությամբ, որն օդն ավելի զով է դարձնում, իսկ երկինքը ներկում նարնջագույն երանգներով։ Ծառաշատ փողոցները, լի հարյուրամյա թթենիներով սոսիներով, որոնք ասֆալտի վրա կանաչ հովանոց էին կազմում, ստեղծում էին մի խաղաղ մթնոլորտ, որը կարծես անխոցելի էր քաղաքի կենտրոնի քաոսի համար։ Սա այնպիսի վայր էր, որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին, որտեղ տատիկները դեռ երեկոյան ավլում էին մայթերը, իսկ հարանները միմյանց անուններով էին ողջունում։ Արամ Գորգյանն այդ թաղամասն իր 5 մատի պես գիտեր։ 47 տարեկան, որից 23-ը նվիրել էր Հայաստանի ոստիկանությանը, նա ուներ այն բնորոշ քայլվածքը մարդու, ով կյանքում շատ բան է տեսել, բայց դեռ հավատում է, որ արժե փորձել ինչ-որ բան փոխել։ Ջերմակ մազերն սկսել էին գերիշխել քունքերին, իսկ աչքերի շուրջ մի քանի կնճիռներ մատնում էին անքուն գիշերներն ու այն հոգսերը, որոնք նա նախընտրում էր չկիսել։ Բայց նրա իսկական կնիքը շագանակագույն աչքերում էր, ուշադիր հայացք, որը նկատում էր այն մանրուքները, որոնք մարդկանց մեծամասնության համար աննկատ կմնային։ Նրա կողքին քայլում էր բարսը, անթերիս ու դարչնագույն մորթիով գերմանական հովվաշուն, որը պարեկային ծառայության 7 տարվա փորձ ուներ։ Բայց բարսը սովորական շուն չէր։ Դեռ ձագուկ ժամանակվանից նա ցուցաբերում էր մարդկային հուզական վիճակները զգալու անսովոր զգայունություն։ Ոստիկանության շնաբուծարանի հրահանգիչները սովորաբար ասում էին, որ բարսը ոչ միայն ֆիզիկական վտանգների հոտն էր առնում, այլ տագնապը, վախն ու հուզական տառապանքը հայտնաբերելու հատուկ տաղանդ ուներ։ Կարծես նա կարողանում էր մարդկանց կարդալ այնպես, որ դա սովորական մարզումներից անդին էր։ Արամն ու բարսը 5 տարի էր, ինչ զույգ էին կազմում, ոստիկանը սովորել էր վստահել կենդանու բնազդներին այնքան, որքան սեփական ինտուիցիային։ Այդ 5-շաբթի օրը բարեկությունն իր սովորական հունով էր ընթանում։ Արամը ողջունում էր խանութպաններին, հետում էր շարժին, ստուգում, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Հենց այդ պահին նա նկատեց վարպետ Աշոտին, այգեպանին, որն ավելի քան 15 տարի խնամում էր թաղամասի մի քանի տների այգիները։ Տղամարդը կռացել էր մայթեզրին, ծաղկանոցից մոլախոտեր հանելով, բայց նրա դեմքի արտահայտությունը մի անհանգստություն էր կրում, որը գրավեց ոստիկանի ուշադրությունը։ «Բարի օր, վարպետ Աշոտ։ Ամեն ինչ կարգին է այստեղ», ասաց Արամը մոտենալով։ Այգեպանը ոտքի կանգնեց, ձեռքերը մաքրելով մաշված ջինսե տաբատին։ Նա մոտ 60 տարեկան մի տղամարդ էր, արիցխած մաշկով, բաց գույնի աչքերով խոսելու անկեղծ ձով, որը բնորոշ է հողի հետ աշխատող մարդուն։ «Տեսեք, պարոն Գո. Լքյան, չգիտեմ գլխումս է այդ միտքը, թե չէ, բայց մի իրավիճակ կա, որն արդեն մի քանի ամիս է, ինձ անհանգստացնում է»։ Արամը շտկեց գլխարկը, նշան արեց, որ տղամարդը շարունակի։ Բարսը նստեց ոստիկանի կողքին, ուշադիր, ականջները սրած։ Խոսքը տիկին Հեղինեի մասին է, այն կնոջ, որն ապրում է այնտեղին տան կանաչ դարպասով, շարունակեց վարպետ Աշոտը, գզակով ցույց տալով մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող տունը։ Ես տարիներ շարունակ այնտեղ եմ աշխատում։ Տիկին Հեղինեն միշտ ուրախ մարդ է եղել, գիտեք։ Զվարթ, զրուցասեր, միշտ ժպիտը դեմքին։ Ինձ սուրճ էր հյուրասիրում, ընտանիքիս մասին հարցնում, ծիծաղում էր իմ անհաջող կատակների վրա։ Նա անձամբ էր խնամում այգին, պնդում էր, որ ինքն ընտրի յուրաքանչյուր տնկի, յուրաքանչյուր ծաղիկ։ Պատուհանից չէր հեռանում, ձեռքով էր անում հարաններին։ Իսկ հիմա, հարցրեց Արամը, նկատելով այգեպանի ձայնի տոնի փոփոխությունը։ Հիմա նա անհետացել է։ Ոչ թե գնացել է, այլ կարծես գոլորշիացել է։ Արդեն 4 ամիս է, ինչ նրան չեմ տեսնում։ Միայն հարսն է երում, Լիլիթը։ Այն էլ, հազիվ, որով դուռը հազիվ է բացում։ Երբ բացում է, միշտ մռայլ դեմքով է, մի տեսակ տարօրինակ, գիտեք։ Խոսում է ինչ-որ ռոբոտի նման, կարծես անգիր արած լինի, թե ինչ պետք է ասի։ Ասում է, գործիքներս դարպասի մոտ թողնեմ, ներս էլ չի թողնում։ Ու պատուհանից ինձ է նայում, այնպիսի դեմքով, կարծես հսկում է։
Սարսուռ է անցնում մարմնովս, խոստովանում եմ։ Արամը խոժոռվեց։ Նա ճանաչում էր այն բնազդը, որը նկարագրում էր վարպետ Աշոտը։ Արդեն սովորել էր անտես չանել այդ նուրբ նշանները, վարքի այդ փոփոխությունները, որոնք կարող էին ինչ-որ սխալ բանի մասին վկայել։ Գիտեք, արդյոք տիկին Հեղինեն ճամփորդել է։ Հիվանդ է։ Վարպետ Աշոտը բացասական շարժեց գլուխը։ Հենց դա հարցրի Լիլիթին, նա ասաց, որ սկեսուրը լավ է, ուղղակի մի քիչ հոգնած է, հանգստանում է։ Բայց, պարոն Գորգյան, 4 ամիս է անցել։ Իսկ տիկին Հեղինեն տանը փակված մնացողներից չէր։ Նա ամեն օր հացի խանութ էր գնում, բոլորի հետ զրուցում։ Այգին, որն այդքան սիրում էր, մի տեսակ անտեսված է։ Ես խնամում եմ, ինչքան կարող եմ, բայց տեսնում եք, որ նախկին սերը չկա։ Ու մի ուրիշ բան էլ կա։ Ինչ։ Հարաններն ասում են, որ տարօրինակ ձայներ են լսել։ Կարծես մետաղի հարվածի ձայն, գիտեք։ Ուշների հուսահատ հաչոց։ Բայց երբ մեկը հարցնում է, Լիլիթն ասում է, որ այնտեղ շուն չկա։ Ասում է, երի ուրիշ տնից է։ Բայց ձայնը հենց այնտեղից է գալիս, վստահ եմ։ Արամը յուրացրեց տեղեկությունները, մշակելով յուրաքանչյուր մանրուք։ Նախքան պատասխանելը, նրա ժիլետին ամրացված ռացիան թրթռաց։ Կենտրոնն էր։ 37 մեքենա հանգստությունը խանգարելու մասին բողոք ունենք Ծաղկի փողոց 243 հասցեում։ Բնակիչները հայտնում են համառ հաչոցի մետաղական ձայների մասին։ Խնդրում ենք ստուգել դեպքը։ Արամը վերցրեց ռացիան։ 37-ն ընդունեց։ Ճանապարհին ենք։ Բաց թողեց կոճակը, նայեց վարպետ Աշոտին։ Ո՞րն է տիկին Հեղինեի տան հասցեն։ Ծաղկի փողոց 243, պատասխանեց այգեպանը, աչքերը լայն բացած։ Արամը ծոծրակին սառնություն զգաց։ Նա չէր հավատում զուգադիպություններին։ Ոչ այնքան երկար փողոցներում աշխատելուց հետո։ Անձամբ կստուգեմ։ Շնորհակալություն տեղեկությունների համար, վարպետ Աշոտ։ Այգեպանը գլխով արեց, բայց անհանգստության արտահայտությունը չանհետացավ նրա դեմքից։ Հոգ տարեք նրա մասին, պարոն Գորգյան։ Տիկին Հեղինեն լավ մարդ է։ Արամը գլխով արեց, ուղղվեց դեպի պարեկային մեքենան, Բարսի հետ միասին։ Շունը կարծես զգացել էր իր գործընկերոջ տրամադրության փոփոխությունը ավելի զգոն էր, դունչը բարձրացրած, օդը հոտոտելով։ Տիկին Հեղինեի տունը ընդամենը 3 թաղամաս հեռու էր։ Երբ հասան, Արամը մեքենան կայանեց կանաչ դարպասի դիմաց։ Տունը մեքհարկանի էր, ներկված բաց դեղին գույնով, ծածկապատշգամբով, սպիտակ ճաղավանդակներով, պատուհաններով։ Այգին, ինչպես նշել էր վարպետ Աշոտը, խնամված էր թվում, բայց առանց այն խնամքի, որը կսպասվեր բույսերի սիրահարից։ Կային վարդեր, որոնք էտելու կարիք ունեին, հորտենզիաների մի թուփ, որը մի փոքր թոռոմել էր, անհավասար աճող խոտ։ Արամի ուշադրությունն ամենաշատը գրավեցին անվտանգության տեսախցիկները։ 3 հատ, ժամանակակից, բայց բոլորն ուղղված դեպի սեփականության ներսը։ Մեկը նայում էր պատշգամբին, մյուսը տան կողքին, իսկ երրորդը բակին։ Դրանցից ոչ մեկը չէր վերահսկում փողոցը կամ դարպասը։ Դա անսովոր էր։ Մարդիկ տեսախցիկներ էին տեղադրում, արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու համար, ոչ թե սեփական տարածքը հսկելու։ Բարսն սկսեց անհանգիստ հոտոտել դարպասը։ Արամը սեղմեց զանգը, սպասեց։ Լռություն։ Նորից սեղմեց, այս անգամ մատը ավելի երկար պահելով։ Ոչինչ։ Պատրաստվում էր երրորդ անգամ փորձել, երբ լսեց մոտեցող քայլերի ձայն։ Դուռը մասամբ բացվեց, ճեղքում հայտնվեց մոտ 35 տարեկան մի կին։ Սհարթ մազերը ամուր կոկոնով հավաքված, մուգ, անարտահայտիչ աչքեր, շաբաթվա կեսօրին տանը գտնվողի համար չափազանց պաշտոնական հագուստ, ստասական տաբատ մինչ վիզը կոճկված սպիտակ վերնաշապիկ։ Դեմքը գեղեցիկ էր, բայց նրա մեջ մի կոշտություն կար, կարծես յուրաքանչյուր մկան գիտակցված վերահսկողության տակ լիներ։ Բարի օր։ Ես սերժանտ Արամ Գորգյանն եմ։ Հանգստությունը խանգարելու մասին բողոք ենք ստացել։ Կարող եմ մի քանի րոպե խոսել ձեզ հետ։ Կինը դուռը լրիվ չբացեց։ Կանգնած մնաց ճեղքում, հայացքը հառած Արամին, հետո Բարսին։ Չգիտեմ, ինչի մասին եք խոսում։ Այստեղ ամեն ինչ կարգին է։
Ձայնը տարօրինակ կերպով միօրինակ էր, առանց տոնի փոփոխության, կարծես յուրաքանչյուր բառ չափված լիներ արտասանելուց առաջ։ Հարանները հայտնել են այս տնից եկող համար հաչոցի մետաղական ձայնի մասին, բացատրեց Արամը, պահպանելով պրոֆեսիոնալ տոնը։ Սա ընդամենը սովորական ստուգում է։ Դուք շներ ունեք։ Ոչ։ Ես կենդանիներ չունեմ։ Երի ուրիշ տնից է։ Արամը մի պահ նայեց կնոջը։ Այդ խոսակցության մեջ ինչ-որ խորապես անհանգստացնող բան կար։ Ոչ միայն այն, թե ինչ էր նա ասում, այլ ինչպես էր ասում, կարծես սցենար կարդար։ Դուք Լիլիթն եք, տիկին Հեղինեի հարսը, այնպես չէ։ Ես տարիներ շարունակ այս թաղամասում եմ աշխատում։ Ճանաչում էի տիկին Հեղինեին։ Ինչպես է նա։ Առաջին անգամ կնոջ դեմքին գրեթե աննկատ փոփոխություն եղավ։ Բերանի անկյունում թե դող, որն արագ զսպվեց։ Սկեսուրս լավ է։ Ուղղակի հանգստանում է։ Նա տարիքով է հանգստության կարիք ունի։ Հասկանում եմ։ Հնարավոր է խոսել նրա հետ։ Ուղղակի համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է։ Ոչ։ Նա քնածը չի կարելի անհանգստացնել։ Ես լիազորագի։ Ունեմ նրա բոլոր գործերը լուծելու համար։ Արամը հասկացավ, որ առանց դատական որոշման այդ ճանապարհով առաջ չի գնա։ Բայց այնտեղ ինչ-որ բան կար, որի մասին նրա բնազդը գոռում էր, թե սխալ է։ Բարսը նրա կողքին սկսեց ցածրաձայն մռնչալ, խորը ձայն, որը անհարմարություն էր մատնանշում։ Լավ։ Բայց պետք է իմանաք, որ եթե էլի բողոքներ լինեն, մենք ստիպված կլինենք վերադառնալ ուժեղացված կազմով։ Հանգստությունը խանգարելը իրավախախտում է։ Լիլիթը չթարթեց։ Այլս աղմուկ չի լինի։ Ձեզ բարի օր։ Եվ փակեց դուռը, փականի ամուր չխկոցով։ Արամը մի պահ կանգնած մնաց, մտածելով տեղի ունեցածի մասին։ Այդ ամենի մեջ ինչ-որ բան սխալ էր։ Կեցվածքը, ձայնի տոնը, անգիր արած պատասխանները, ներս ուղված տեսախցիկները, տիկին Հեղինեին տեսնելու թույլտվության մերժումը։ Եվ Բարսը նույնպես զգացել էր։ Շունը շարունակում էր անհանգիստ լինել, դունչն ուղված դեպի տունը, ականջները հետ տարած։ Նախքան մեքենա վերադառնալը, Արամը մոտեցավ պարսպի մեջ տեղադրված փոստարկղին։ Այն տեսանելիորեն լիքն էր, ծրարներով, թռուցիկներով, որոնք դուրս էին թափվում։ Նա մի քանիսը հանեց, ամսաթվերը ստուգելու համար։ Որոշ նամակներ ավելի քան 2 շաբաթվա վաղեմություն ունեին։ Լույսի, ջրի հաշիվներ, բանկային քաղվածքներ։ Այնտեղ ապրողը պարբերաբար չէր հավաքում նամակագրությունը։ Հենց այդ պահին ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Ծրարների մեջ մի փոքրիկ, ծալված թուղթ կար, որը գրեթե թաքնված էր հաշիվների արանքում։ Հասցե չուներ, դրոշմանիշ չուներ։ Ընդամենը տետրի թղթի մի կտոր էր, մի քանի անգամ ծալված։ Արամը շուրջը նայեց, ստուգեց, արդյոք որը մեկը հետում է, զգուշորեն վերցրեց թուղթը, դնելով գրպանը։ Վերադարձավ մեքենա քշեց դեպի մի քանի թաղամաս հեռու գտնվող պուրակ։ Կայանեց ծիրանենու ստվերում, բացեց թուղթը։ Ձեռագիրը դողդոջուն էր, անկանոն, կարծես մեկը շտապելով կամ դողացող ձեռքերով գրած լիներ։ Խնդրում եմ, թող որը մեկն օգնի ինձ։ Նա ինձ թույլ չի տալիս դուրս գալ։ Թույլ չի տալիս որը մեկի հետ խոսել։ Անընդհատ ժպտում է, բայց խոսքերի մեջ թույն կա։ Ես վախենում եմ։ Օգնության կարիք ունեմ։ Խնդրում եմ։ Հեղինե։ Արամը 3 անգամ կարդաց գրությունը, կրծքում սեղմոց զգալով։ Դա ամեն ինչ փոխում էր։ Սա ընդամենը տպավորություն կամ թյուրիմացություն չէր։ Սա օգնության բացահայտ կանչ էր։ Մի տարեց կին օգնություն էր խնդրում։ Վերցրեց բջջային հեռախոսը, զանգահարեց սերժանտ Կարենին, իր անմիջական ղեկավարին բաժանմունքում։ Կարեն, Արամն է։ Պետք է մի իրավիճակի մասին զեկուցեմ այստեղ արաբ գիրում։ Կասկածներ ունեմ, որ մի տարեց կին կարող է խոցելի վիճակում պահվել։ Գտել եմ ձեռագիր գրություն, օգնություն խնդրող։ Գծի մյուս կողմում սերժանտ Կարենի ձայնը անհանգստություն էր արտահայտում։ Տուն մտնելու հնարավորություն ունես։ Ոչ։ Կնոջ հարսը մերժեց ցանկացած շփում։ Ասում է, որ տարեց կինը քնած է, ինքը լիազորագիր ունի ամեն ինչ լուծելու համար։ Կարենը մի քանի վայրկյան լուռ մնաց։ Տես, Արամ, սա նուրբ հարց է։
Մենք չենք կարող առանց դատական որոշման տուն ներխուժել։ Բայց եթե դու կոնկրետ ապացույցներ ունես, որ մեկը անմիջական վտանգի տակ է, կարող ենք բարեկեցության ստուգման թույլտվություն խնդրել։ Ես կխոսեմ քննիչի հետ։ Մինչ այդ, տունը գաղտնի հսկողության տակ պահիր։ Չի կարելի թույլ տալ, որ նկատեն, թե մենք հետաքննում ենք։ Հասկանալի է։ Արամն անջատեց հեռախոսը, նայեց Բարսին, որը պառկած էր հետի նստատեղին, բայց աչքերը հառել էր նրան։ Մենք նրան այնտեղից կհանենք, ընկեր։ Դեռ չգիտեմ ինչպես, բայց կհանենք։ Օրվա մնացած մասը սպասման տանջանք էր։ Արամն իր սովորական պարեկությունն էր անում, բայց միտքը կապված էր այն գրությանն ու Լիլիթի այն դատարկ հայացքին։ Նա ճանաչում էր այդպիսի իրավիճակները։ Արդեն գործ էր ունեցել ընտանեկան բռնության, անտեսման, հոգեբանական վերահսկողության դեպքերի հետ։ Բայց այստեղ ինչ-որ տարբեր բան կար, ինչ-որ ավելի խորը անհանգստացնող։ Երբ հերթափոխն ավարտվեց երեկոյան ժամը 6-ին, Արամը տուն չգնաց։ Հագուստը փոխեց, հագնելով աննկատ սպորտային համազգեստ գլխարկ, վերադարձավ արաբկիր թաղամաս։ Մեքենան կայանեց տիկին Հեղինեի տնից մի քանի թաղամաս հեռու Բարսի հետ քայլեց մայթով, կարծես սովորական մարդ լիներ, որը զբոսնում է իր շան հետ։ Գիշերն արդեն սկսում էր իջնել, տների լույսերը մեկ առ մեկ վառվում էին։ Դեղին տունը, սակայն, տարօրինակ կերպով մութ էր։ Միայն թույլ լույս էր գալիս հետի սե նիակներից մեկից։ Արամն անցավ տան դիմացով, առանց կանգնելու, բայց աչքերը ֆիքսեցին յուրաքանչյուր մանրուք։ Վարագույրները քաշված էին, պատուհանները՝ փակ։ Տեսանելի շարժ չկար։ Շարունակեց քայլել, մինչ թաղամասի վերջը թեքվեց ձախ, գնալով դեպի այն նրբանցքը, որը տանում էր այդ փողոցի տների հետնաբակեր։ Սիրտը հիմա ավելի արագ էր բաբախում։ Նա գիտեր, որ մտնում է գորշ գոտի։ Տեխնիկապես, նա այնտեղ լինելու թույլտվություն չուներ։ Բայց գրությունը, վարպետ Աշոտի հետ խոսակցությունը, Լիլիթի վերաբերմունքը, այս ամենը ստեղծում էր մի պատկեր, որը նա չէր կարող անտեսել։ Նրբանցքը նեղ էր վատ լուսավորված։ Բարսը լարված քայլում էր նրա կողքին։ Հանկարծ շունը կանգ առավ, դունչը բարձրացրած, քթանցքները լայնացած։ Նա ինչ-որ հոտ էր առնում։ Ինչ եղավ, Բարս։ Շունն առաջ շարժվեց դեպի դեղին տան հետի պարիսպը։ Արամը հետեց նրան։ Այնտեղ գետնին, պարսպի մոտ, մի քանի իրեր կային, որոնք կարծես վրայից նետված լինեին, դեղերի դատարկ տուփեր, որոնցից մի քանիսի պիտանելիության ժամկետը ամիսներ առաջ էր անցել։ Նա ճանաչեց մի քանի անուններ, հանգստա ցնողներ, քնաբերներ։ Բարսը հոտոտեց տուփերից մեկը հետ քաշվեց, ցածր մռնչոց արձակելով։ Արամը զգուշորեն, թաշկինակ օգտագործելով, վերցրեց տուփերից մեկը։ Պիտակի վրա գրված էր անունը՝ Հեղինե Մարիա Սահակյան։ Այդ պահին նա լսեց։ Դա ցածր, խուլ, բայց անսխալական ձայն էր։ Լաց։ Մարդկային լաց, որը գալիս էր տան ներսից։ Բարձր չէր, հիստերիկ չէր։ Դա զսպված, հուսահատ լաց էր, այնպիսի լաց, որը լինում է, երբ մարդը կորցրել է լսելի լինելու հույսը։ Արամը զգաց, թե ինչպես սառեց արյունը երակներում։ Նայեց պարսպին, որը մոտ 2 մետր բարձրություն ուներ։ Մյուս կողմում մի փոքրիկ պատուհան կար, հավանաբար լոգարանի կամ մառանի։ Առանց երկու անգամ մտածելու, Արամը ոտքը դրեց պարսպի ելուստին վեր ցատկեց, կարողանալով բռնել եզրից։ Ջանքերով իրեն վեր քաշեց, մինչ կարողացավ վրայից նայել։ Բակը մութ էր, բայց թույլ լույս էր գալիս հետի դռնից։ Եվ հետո նա տեսավ։ Մի կերպարանք նստած էր այնտեղի հատակին, որը կարծես լվացքատուն լիներ, լվացարանի մոտ։ Դա մի տարեց կին էր, շատ նիհար, խառնված ճերմակ մազերով։ Նա գիշերանոցով էր, գրկել էր սեփական ծնկները, մարմինը առաջ ու հետ օրորելով։ Նույնիսկ հեռվից մթության մեջ Արամը կարող էր տեսնել, որ նա խորը տառապանքի մեջ է։ Բայց ամենաշատը նրան ցնցեց այն, ինչ տեսավ նրա կողքին, գետնին դրված ուտելիքի աման, կարծես կենդանու համար լիներ։ Եվ պատին ամրացված շղթա, կողքին բաց ձեռնաշղթայով։ Արամի ստամոքսը շուռ եկավ։ Սա անտեսում չէր։ Սա գերություն էր։ Նա արագ իջավ պարսպից, սիրտը խփում էր ուժգին։ Դողացող ձեռքերով վերցրեց բջջայինը, զանգահարեց ուղիղ հերթապահ քննիչին։ Գնդապետ Մանուկյան, սերժանտ Արամ Գորգյանն է։ Արտակարգ իրավիճակ ունեմ։
Հենց նոր ականատես եղա մի տարեց կնոջ, որը գտնվում է անազատության մեջ։ Անհապաղ մուտքի թույլտվություն է պետք։ Ծաղկի փողոց 243 արաբ կիր։ Քննիչի ձայնը լուրջ էր։ Դու բացարձակապես վստահ ես, թե ինչ ես տեսել, Արամ։ Այո, պարոն։ Ես տեսա զոհին շղթայված։ Սա արտակարգ իրավիճակ է։ Նրա կյանքը վտանգի տակ է։ Մուտքը թույլատրված է։ Անմիջապես ուժեղացում կուղարկեմ։ Բայց դու մտնում ես քո պատասխանատվությամբ, մինչ օգնությունը հասնի։ Պաշտպանիր զոհին։ Ես ցանկացած իրավական հետանք ինձ վրա եմ վերցնում։ Արամն անջատեց նայեց Բարսին։ Գնացինք, ընկեր։ Հիմա է պահը։ Նա վերադարձավ Բարսպին, այս անգամ ավելի վճռական։ Կարողացավ իրեն վեր քաշել, ջանքերով անցավ մյուս կողմ, ընկնելով բակ։ Բարսը, որը մարզված էր նման իրավիճակների համար, տպավորիչ ցատկ կատարեց անցավ Բարսպի վրայով, վայրեջք կատարելով իր գործընկերոջ կողքին։ Երկուսով առաջ շարժվեցին դեպի հետի դուռը։ Արամը փորձեց բռնակը։ Փակ էր։ Շուրջը նայեց տեսավ կիսաբաց պատուհան։ Զգուշորեն ուժ տվեց կարողացավ այնքան բացել, որ ներս անցնի։ Տան ներսում լռությունը ջնշող էր։ Օդը ծանր էր, բորբոսի դեղերի հոտով։ Արամն առաջ շարժվեց միջանցքով, Բարսը նրա կողքին, դեպի այն վայրը, որտեղ տեսել էր տարեց կնոջը։ Երբ մտավ լվացքատուն, տեսարանն ավելի վատ էր, քան պատկերացրել էր։ Կինն այժմ կծկվել էր անկյունում, աչքերը սարսափից լայն բացված, նրան տեսնելով։ Նա շատ ավելի նիհար էր, քան պետք է լիներ, խորս շրջանակներով աչքերի տակ գունատ մաշկով։ Հագուստը կեղտոտ էր, մազերը անխնամ։ Տիկին Հեղին է, շշնջաց Արամը դան։ Դաղ իջնելով, որպեսի նրան ավելի չվախեցնի։ Իմ անունն Արամ է։ Ես ոստիկան եմ։ Եկել եմ ձեզ օգնելու։ Դուք հիմա ապահով եք։ Բայց տարեց կինը չպատասխանեց։ Ուղղակի նայում էր նրան այն բացարձակ սարսափի հայացքով, կարծես այլս ոչնչի ոչ ոքի չէր կարող վստահել։ Ձեռքերը ուժգին դողում էին, նա սկսեց գլուխը շարժել, ցածր ձայնով կրկնելով. Նա կվերադառնա։ Նա միշտ վերադառնում է։ Չի կարելի, որ ինձ խոսելիս տեսնի։ Չի կարելի։ Արամը խորը զայրույթ զգաց իր ներսում։ Ինչ էր արել այդ կինը տիկին Հեղինեի հետ, որ նրան այս վիճակին հասցներ։ Բարսը, զգալով տարեց կնոջ տառապանքը, դանդաղ մոտեցավ։ Ի տարբերություն Արամի, շունը որպես սպառնալիք չէր ընկալվում։ Նա պառկեց գետնին, կնոջ կողքին, դունչը նրբորեն հպեց նրա ձեռքին։ Դա փոխակերպող պահ էր։ Տարեց կինը նայեց շանը, առաջին անգամ ինչ-որ բան փոխվեց նրա դեմքին։ Արցունքները սկսեցին հոսել, լուռ։ Նա դողացող ձեռքը մեկնեց շոյեց Բարսի գլուխը, որը բացարձակ անշարժ մնաց, թույլ տալով շփումը։ Շունիկ, մրմնջաց նա խեղդված ձայնով։ Գեղեցիկ շունիկ։ Արամն օգտվեց այդ կապի պահից։ Տիկին Հեղին է, ես ձեզ այստեղից կհանեմ։ Բայց պետք է, որ ինձ վստահեք։ Լավ։ Ես ձեզ ապահով վայր կտանեմ։ Հիվանդանոց։ Նա թույլ չի տա։ Նա ամեն ինչ վերահսկում է։ Ամեն ինչ։ Այլս ոչ։ Ես խոստանում եմ։ Հենց այդ պահին նրանք լսեցին մուտքի դռան բացվելու ձայնը։ Ամուր քայլեր արձագանքեցին միջանցքում։ Արամն անմիջապես ոտքի կանգնեց, կանգնելով տարեց կնոջ դռան միջ։ Լիլիթը հայտնվեց լվացքատան մուտքի մոտ։ Տեսնելով Արամին այնտեղ, նրա արտահայտությունը փոխվեց առաջին անգամ։ Դա զարմանք չէր, վախ չէր։ Դա մաքուր ատելություն էր։ Դուք ներխուժել եք իմ սեփականություն, ասաց նա, ձայնը դեռ վերահսկված, բայց սառցե տոնով։ Սա անօրինական է։ Իսկ դուք կատարում եք անազատության մեջ պահելու խոցելի անձի նկատմամբ բռնության հանցագործություն։ Դուք ձերբակալված եք։ Լիլիթը մի քայլ առաջ արեց, բայց Արամը ձեռքը բարձրացրեց։ Մի մոտեցեք։ Ոստիկանական ուժեղացումը ճանապարհին է։ Մի պահ երկուսը իրար նայեցին։ Եվ հետո, ինչ-որ սարսափելի բան տեղի ունեցավ։ Լիլիթը ժպտաց։ Դա ծաղրի կամ մարտահրավերի ժպիտ չէր։ Դա անկեղծ, գրեթե խաղաղ
Ժպիտ էր, կարծես նա իսկապես հավատում էր, որ ճիշտ է։ Ես նրան օգնում էի, ասաց Լիլիթը այն անհանգստացնող հանգստությամբ։ Նրան կարգապահություն է պետք։ Պետք է սովորի։ Այն ամենը, ինչ արել եմ, սիրուց է եղել։ Նրան ուղղելու համար։ Արամը զգաց, թե ինչպես սարսուռ անցավ ողնաշարով։ Այդ կինը չէր ձացնում։ Նա իսկապես հավատում էր իր ասածին։ Աղավաղումը խորն էր, կառուցվածքային։ Դրսում սկսեցին հնչել ոստիկանական մեքենաների ազդանշանները։ Ուժեղացումը հասել էր։ Լիլիթը լսեց ձայնը, նրա ժպիտը չփոխվեց։ Նրանք չեն հասկանա, ասաց նա հանգիստ։ Ոչ ոք չի հասկանում։ Բայց ես ճիշտն եմ արել։ Միշտ։ Րոպեներ անց այլ ոստիկաններ մտան տուն։ Լիլիթին զսպեցին առանց դիմադրության, նա պահպանում էր այն խաղաղ սարսափելի արտահայտությունը։ Շտապօգնության բժիշկները արագ հասան, սկսեցին օգնություն ցուցաբերել տիկին Հեղինեին, որը շոկի մեջ էր, դողում էր, անկարող էր ամբողջական նախադասություններ կազմել։ Արամը դուրս եկավ տնից, հենվեց պարեկային մեքենային, զգալով այն ամենի ծանրությունը, ինչի ականատեսն էր եղել։ Բարսը մոտեցավ նրան։ Դունչը հպեց նրա ոտքին, կարծես հասկանար, որ իր գործընկերը նույնպես մխիթարության կարիք ունի։ Մինչ շտապօգնության մեքենան տանում էր տիկին Հեղինեին, Արամը նայեց դեղին տանը։ Քանի՞։ Լուռ պատմություն էր թաքնված փակ դռների հետում։ Քանի՞։ Մարդ էր օգնություն խնդրում, առանց որևէ մեկի լսելու։ Այդ գիշեր Արամը չկարողացավ քնել։ Տարեց կնոջ անկյունում կծկված պատկերը, Լիլիթի անհանգստացնող ժպիտը, այն թղթի վրա գրված օգնության կանչը։ Ամեն ինչ խառնվել էր նրա մտքում։ Եվ նա գիտեր, որ սա դեռ միայն սկիզբն էր։ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցն ուներ գիշերներին բնորոշ այն մթնոլորտը, լուռ, բայց երբեք լիովին հանգիստ։ Հոգեբուժական բաժանմունքի միջանցքից ախտահանիչի հոտ էր գալիս, խառնված ավտոմատ սարքերից եկող վերաեռացրած սուրճի բույրին։ Արամը գրեթե 3 ժամ նստած էր կոշտ պլաստմասե աթոռին, արմունկները հենած ծնկներին, ձեռքերը միահյուսած, հայացքը հառած փայլուն լինոլեումե հատակին։ Բարսը պառկած էր նրա ոտքերի մոտ, գլուխը դրած թաթերին, բայց աչքերը բաց էին ու ուշադիր։ Դեռ առավոտյան 4-ն էր, երբ բժշկուհին դուրս եկավ սենյակից։ Բժշկուհի Աննա Մկրտչյանը մոտ 40 տարեկան էր, շագանակագույն մազերը հավաքված գործնական պոչիկով, խորս շրջանակներ աչքերի տակ, մի արտահայտություն, որը խառնում էր հոգնածությունն ու զսպված զայրույթը։ Նա մի աթոռ քաշեց, նստեց Արամի կողքին, երկար հոգոց հանելով խոսելուց առաջ։ Սերժանտ Գորգյան, սկսեց նա, հանելով ակնոցը, շփելով աչքերը, այն, ինչ այսօր տեսա, երկար ժամանակ ինձ կհետապնդի։ Ու սա այն դեպքում, երբ 15 տարի է, հոգեբուժական շտապօգնությունում եմ աշխատում։ Արամը հայացքը բարձրացրեց, պատրաստվելով լսելին։ Ինչպես է նա։ Ֆիզիկապես թերսնված, ջրազրկված, երկարատ ֆիզիկական զսպումից առաջացած վնասվածքներով, բացատրեց բժշկուհին, պրոֆեսիոնալ, բայց հուզմունքով լի ձայնով։ Բայց ամենավատը մարմինը չէ։ Հոգին է։ Տիկին Հեղինեն գտնվում է խորը հոգեբանական տրավմայի վիճակում։ Նա հազիվ է կարողանում ամբողջական նախադասություններ կազմել։ Երբ փորձում ենք հարցեր տալ, խուճապի է մատնվում, սկսում է դողալ, անընդհատ ներողություն է խնդրում, կարծես վախենում է պատժվել խոսելու համար։ Արամը բռունցքները սեղմեց, զգալով, թե ինչպես է զայրույթը նորից բարձրանում։ Որքան ժամանակ է նա այդ պայմաններում եղել։ Բժշկուհին գլուխը շարժեց։ Ֆիզիկական հոգեբանական նշաններով դատելով, կասեի, որ առնվազն 6 ամիս առաջադիմող բռնության։ Բայց հնարավոր է, ավելի երկար։ Ինձ սարսափեցնում է վերահսկողության բարդությունը։ Դա միայն ֆիզիկական ագրեսիա չի եղել։ Դա նրա ինքնության համակարգված քայքայում է եղել։ Լիակատար մեկուսացում, որոշ պահերին զգայական զրկանք, պատժի կեղծ կարեկցանքի ցիկլեր։ Սա մի օրինաչափություն է, որը մենք տեսնում ենք հոգեբանական մանիպուլյացիայի ծայրահեղ դեպքերում։ Նա կապաքինվի։ Աննան տատանվեց պատասխանելուց առաջ։ Չգիտեմ։ Մարդու ուղեղը դիմացկուն է, բայց նրա կրած տրավման խորն է։ Առայժմ նրան հանգստացնող դեղերի տակ կպահենք, որպեսզի մարմինը հանգստանա, նրան պաշտպանենք սեփական խուճապից։ Երբ նա արթնանա, կսկսենք ինտենսիվ թերապիա։ Բայց դա երկար ու ցավոտ ճանապարհ է լինելու։ Կարող եմ տեսնել նրան։
կարող եք, բայց նա քնած է։ Եվ մի բան էլ կա, սերժանտ։ Ասացեք։ Երբ նա խնական հետազոտություններն էի անում, նա մի քանի րոպեով գիտակցության եկավ։ Գիտեք, որն էր առաջին բանը, որ նա ասաց։ Շան մասին հարցրեց։ Ասաց, որ շունը բարի էր։ Դա միակ հստակ նախադասությունն էր, որ նա կարողացավ արտաբերել։ Հետո նորից շփոթվեց, վախեցավ։ Արամը նայեց Բարսին, որը գլուխը բարձրացրեց, ուշադրությունը զգալով։ Նա զգաց նրա տառապանքը մեզանից բոլորից առաջ, ասաց Արամը խեղդված ձայնով։ Կարծում եմ, նա էլ զգաց, որ շունն այնտեղ էր, իրեն պաշտպանելու համար։ Բժշկուհին առաջին անգամ ժպտաց։ Կենդանիներն անհավանական ունակություն ունեն մուտք գործելու հուզական այն շերտերը, որոնք մենք, մարդիկ, հաճախ անտեսում ենք։ Գուցե շունը կարող կամուրջ լինի նրա ապաքինման համար։ Արամը հիվանդանոցում մնաց մինչ լուսաբաց, երբ Աննայի հերթափոխն ավարտվեց։ Նրան թույլ տվեցին մի քանի րոպեով մտնել սենյակ։ Տիկին Հեղինեն պառկած էր մահճակալին, միացված կաթիլայինների մոնիտորների։ Դեմքը, նույնիսկ հանգստացնող դեղերից թուլացած, դեռ տառապանքի հետքեր էր կրում։ Ջերմակ մազերը լվացել սանրել էր բուժքույրական անձնակազմն։ Ահակել էր մաքուր հիվանդանոցային գիշերանոց։ Այնքան փխրուն, այնքան փոքր էր թվում այդ մահճակալին։ Արամը կանգնած մնաց մահճակալի կողքին, չիմանալով, թե կոնկրետ ինչ ասի կամ անի։ Ուղղակի դիտում էր։ Եվ լուր խոստացավ, որ արդարություն կհաստատի։ Երբ դուրս եկավ հիվանդանոցից, Արն արդեն բարձր էր։ Երանն արթնանում էր իր բնորոշ ռիթմով, լիքը ավտոբուսներ, խիտ երթեկություն, ազդանշանների ձայն հացի խանութներից եկող թարմ հացի բույր։ Բայց Արամը զգում էր, կարծես անջատված լիներ այդ ամենից։ Նրա միտքը մնացել էր այն սենյակում, այն կոտրված կնոջ մոտ։ Քշեց դեպի բաժանմունք ուղիղ գնաց գնդապետ Մանուկյանի սենյակ։ Դուռը բաց էր, գնդապետը հեռախոսով էր խոսում, բայց նշան արեց, որ Արամը ներս մտնի։ Այո, պարոն դատախազ։ Մենք բավարար ապացույցներ ունենք կանխարգելիչ կալանքը պահպանելու համար։ Այո։ Ամբողջական զեկույցը կուղարկենք մինչ օրվա վերջ։ Անջատեց նայեց Արամին, աթոռ ցույց տալով։ Նստիր, Արամ։ Դու այնպիսի տեսք ունես, կարծես չես քնել։ Չկարողացա, պարոն։ Գնդապետ Մանուկյանը մոտ 55 տարեկան տղամարդ էր, լիվ ջերմակ մազերով, ընթերցանության ակնոցը շղթայով կախված վզից հարգանք ներշնչող կեցվածքով։ Նա ուներ այն լուրջ, բայց մարդկային տեսքը մեկի, ով շատ անարդարություն է տեսել դեռ հոգ է տանում։ Հենց նոր խոսեցի գործով զբաղվող դատախազի հետ։ Կինը, Լիլիթ Կոստանյանը, պատասխանատվության կենթարկվի անազատության մեջ պահելու, հոգեբանական խոշտանգման, խոցելի անձի նկատմամբ բռնության գույքի յուրացման համար։ Ապացույցները անհերքելի են։ Զոհի որդին, Անդրե Սահակյանը, արդեն գտնվել է։ Նա Կանադայում էր աշխատանքի բերումով։ Այսօր վերադառնում է։ Արամը մասնակի թեթացում զգաց։ Ինչպես է նա արձագանքում։ Լիլիթը։ Մանուկյանը ծանր հոգոց հանեց։ Դա ամենաանհանգստացնող բանն է, որ երբե տեսել եմ։ Նա զղջում չի ցուցաբերում։ Ընդհակառակը։ Հարցաքննության ժամանակ խոսում էր այն սարսափելի հանգստությամբ, բացատրելով, որ դաստիարակչական մեթոդներ է կիրառել սկեսրոջ նկատմամբ։ Ասաց, որ տիկին Հեղինեն անհնազանդ էր, չէր հարգում տան կանոնները, կարգապահության կարիք ուներ։ Իր արածը անվանեց վարքային թերապիա։ Արամը զգաց, թե ինչպես ստամոք շուռ եկավ։ Նա իսկապես հավատում է դրան։ Ըստ երույթին, այո։ Նրան գնահատած հոգեբույժներն ասացին, որ նա ունի զառանցական խանգարում վերահսկողության մոլուցքի բաղադրիչներով։ Նա ստեղծել է սեփական իրականություն, որտեղ ինքը փրկիչն է, այն մարդը, որն ուղղում է սկեսրոջ սխալները։ Դա բարոյական ընկալման խորը աղավաղում է։ Իսկ ամուսինը։ Տիկին Հեղինեի որդին։ Դա մեկ այլ կարևոր կետ է։ Մենք նրա հետ տեսազանգով խոսեցինք։ Անդրեն կոտրված է։ Նա 8 ամիս առաջ է մեկնել Կանադա երկարաժամկետ աշխատանքային նախագծի համար։ Մորը թողել է կնոջ խնամքին, վստահելով, որ նրան լավ կվերաբերվեն։ Լիլիթը միշտ ուշադիր հոգատար է եղել, երբ նա ներկա է եղել։ Նա ամենափոքր գաղափարը չի ունեցել, թե ինչ է կատարվում։ Նա ամեն ինչ թաքցրել է նրանից։
Կատարելապես։ Եվ ավելին, մենք մուտք ենք գործել Լիլիթի բջջային հեռախոս համակարգիչ։ Նա կեղծ խոսակցություններ է վարել Անդրեի հետ, ուղարկելով սկեսրոջ հին լուսանկարները, ասելով, որ ամեն ինչ լավ է, որ մայրը երջանիկ է։ Մանիպուլացրել է յուրաքանչյուր մանրուք, պատրանքը պահպանելու համար։ Անդրեն լիովին խաբված է եղել։ Արամը ձեռքը տարավ դեմքին, հոգնած։ Քանի անգամ է սա տեղի ունենում, առանց որևէ մեկի նկատելու։ Ավելի շատ, քան կցանկանայինք խոստովանել, պատասխանեց Մանուկյանը դառնությամբ։ Տարեցները հատկապես խոցելի են։ Կախված են ընտանիքի անդամներից, կորցնում են ինքնավարությունը, երբ ընկնում են անխիղճ մեկի ձեռքը, կարող են լուր սարսափներ կրել։ Հասարակությունը դեռ տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերվում է որպես երկրորդական, պակաս կարևոր բանի։ Բայց դա նույնքան կործանարար է, որքան բռնության ցանկացած այլց։ Արամը մի պահ լուռ մնաց, մտածելով ամեն ինչի մասին։ Պարոն, ես ուզում եմ այս գործին հետել մինչ վերջ։ Ուզում եմ համոզվել, որ նա կպատժվի, որ տիկին Հեղինեն կստանա բոլոր անհրաժեշտ աջակցությունը։ Մանուկյանը գլխով արեց։ Կարող ես հետել։ Եվ մի բան էլ կա։ Տունը այսօր առավոտյան փորձաքննության է ենթարկվել։ Այն, ինչ գտել ենք այնտեղ, ցնցող է։ Ես քեզ կփոխանցեմ նախնական զեկույցը։ Գնդապետը մի թղթապանակ տվեց Արամին, որը սկսեց թերթել։ Կից լուսանկարները ցույց էին տալիս մանրամասներ, որոնք նա նախորդ գիշեր չէր տեսել։ Տիկին Հեղինեի սենյակը վերածվել էր մի տեսակ բանտախցի։ Մահճակալը ճաղավանդակներ ուներ, կարծես երեխայի համար լիներ։ Պատուհաններին փականներ կային, դռանը, դրսից կողպեքներ։ Պահարանում, հին ու կեղտոտ հագուստ։ Պատին, ձեռագիր պաստառ, անհեթեթ կանոններով, չխոսել առանց թույլտվության, սենյակից դուրս չգալ առանց թույլտվության, միշտ հնազանդվել, ժպտալ, երբ հրամայում են։ Բայց ամենաշատը Արամին անհանգստացրեց օրագիրը։ Լիլիթը մանրամասն գրառումներ էր պահում ամեն ինչի մասին։ Էջեր ու էջեր, սկեսրոջ վարքի, վերահսկողության ռազմավարությունների, դաստիարակչական մեթոդների մասին մտորումներով։ Կային ժամանակացույցերի գծագրեր, պատիժների պարկների ցուցակներ, սիրողական հոգեբանական վերլուծություններ։ Կարծես նա գիտական փորձ էր անցկացնում։ Էջերից մեկում գրված էր. Այսօր նա լաց եղավ, երբ խնդրեցի լվանալ սպասքը։ Սա ցույց է տալիս երախտագիտության պակաս։ Կիրառել 6 ժամվա մեկուսացում սենյակում, մտորելու համար։ Ակնկալվող արդյունք՝ ավելի մեծ հնազանդություն։ Արամը ստիպված եղավ դադարեցնել ընթերցանությունը։ Դա չափազանց շատ էր։ Սա մարդկային չէ, մրմնջաց նա։ Ոչ։ Չէ։ Բայց դա տեղի է ունեցել։ Եվ մեր պարտականությունն է ապահովել, որ նա դրա համար պատժվի, որ այլևս ոչ մի մարդ չտառապի նրա ձեռքից։ Արամն օրվա մնացած մասն անցկացրեց բաժանմունքում, օգնելով կազմակերպել ապացույցները, պաշտոնական ցուցմունք տալով, խոսելով քննիչների հետ։ Երբ վերջապես վերադարձավ տուն, արդեն երեկոյան 8-ն անց էր։ Նա ապրում էր Դավթաշեն թաղամասի մի փոքրիկ բնակարանում, կենտրոնից մոտ 20 րոպե հեռավորության վրա։ Դա պարզ, ֆունկցիոնալ վայր էր, քիչ կահույքով, մինիմալ դեկորով։ Պատերին մի քանի լուսանկար կար, ինքը Բարսի հետ մարզումների ժամանակ, հին լուսանկար արդեն մահացած ծնողների հետ, Հայաստանի լեռների բնապատկեր։ Տարիներ շարունակ մենակ էր ապրում, ամուսնության ավարտից հետո։ Երեխաներ չուներ։ Բարսը նրա միակ մշտական ուղեկիցն էր։ Շան համար ուտելիք պատրաստեց, նստեց բազմոցին, միտքը դեռ անհանգիստ։ Միացրեց հեռուստացույցը, բայց չկարողացավ ուշադրություն դարձնել։ Դեղին տան պատկերները, տիկին Հեղինեի սարսափած դեմքը, Լիլիթի անհանգստացնող ժպիտը, ամեն ինչ պտտվում էր նրա գլխում։ Բարսն ավարտեց ուտելը, եկավ պառկեց նրա ոտքերի մոտ։ Արամը ձեռքն իջեցրեց, շոյեց Շան գլուխը։ Դու ինձնից առաջ զգացիր, հա ընկեր։ Դու գիտեիր, որ ինչ-որ բան այն չէ։ Բարսը նայեց նրան այն խորը շագանակագույն աչքերով, Արամը մի կապ զգաց, որը բառերից անդին էր։ Նա ոչ միայն աշխատանքային գործընկեր էր։ Նա անկեղծ կարեկցանքի կապ էր։ Հեռախոսը զանգեց։ Սերժանտ Կարենն էր։ Արամ, լսեցի, որ ամբողջ գիշեր հիվանդանոցում ես եղել։ Ինչպե՞ս ես։ Հոգնած։ Բայց լավ։ Եվ զայրացած։ Հասկանում եմ։
Տես, հրամանատարը վաղը ուզում է քեզ հետ խոսել։ Թվում է, գործը մեծ արձագանք է ստանում։ Մամուլն արդեն վրան է նստել։ Սպասելի էր։ Եվ մի բան էլ կա։ Համալսարանի որոշ հոգեբաններ ուզում են քեզ հետ խոսել գործի մասին։ Թվում է, հետաքրքրված են Արսիի դերով։ Կարծում են, որ այնտեղ կարևոր բան կարող է լինել։ Կարող ես կոնտակտները փոխանցել։ Կխոսեմ նրանց հետ։ Հաջորդ առավոտ Արամն արթնացավ սովորականից շուտ։ Վատ էր քնել, մի քանի անգամ արթնանալով մղձավանջներից։ Թունդ սուրճ պատրաստեց, երկար լոգանք ընդունեց, զգուշորեն հագնվեց։ Գիտեր, որ օրը երկար է լինելու։ Բաժանմունք հասնելուն պես նրան տեղեկացրին, որ Անդրե Սահակյանը, Տիկին Հեղինեի որդին, սպասում է իր հետ խոսելու։ Արամը նրան գտավ սպասասրահում։ Նա մոտ 40 տարեկան տղամարդ էր, շագանակագույն մազերով, լացից կարմրած աչքերով, ճամփորդությունից ճմրթված հագուստով։ Լիովին կոտրված տեսք ուներ։ Սերժանտ Գորգյան, ասաց Անդրեն, ուժգին սեղմելով նրա ձեռքը։ Ես նույնիսկ չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել։ Դուք փրկեցիք մորս։ Ես։ Ձայնը կտրվեց, նա սկսեց բացահայտ լաց լինել։ Արամը ձեռքը դրեց նրա ուսին, չիմանալով, թե կոնկրետ ինչ ասի։ Ես չգիտեի, շարունակեց Անդրեն հեկեկոցների միջով։ Երդվում եմ, որ չգիտեի։ Լիլիթը միշտ այնքան ուշադիր, այնքան հոգատար է եղել։ Երբ ինձ հետ խոսում էր, ասում էր, որ մայրս լավ է, որ իրար հետ շատ լավ են։ Ես հավատացի։ Ինչպես կարող էի այդքան գույր լինել։ Նա մանիպուլյատոր է, Անդրե։ Ամեն ինչ պլանավորված էր, որպեսզի դուք չնկատեք։ Բայց ես պետք է կասկածեի։ Պետք է ավելի հաճախ տեսազանգով խոսեի։ Պետք է վերադառնայի նրանց այցելելու։ Ես մորս հանդեպ սխալվեցի։ Եվ հիմա նա իմ պատճառով է այդ վիճակում։ Արամն Անդրեին տարավ առանձին սենյակ, փակեց դուռը։ Տեսեք, Անդրե։ Դուք մեղավոր չեք։ Ձեր կինը կատարյալ պատրանք է ստեղծել։ Նա հիվանդ է։ Ծանր հոգեկան խանգարում ունի։ Դուք նույնքան զոհ եք, որքան ձեր մայրը։ Բայց մայրս կոտրված է։ Երեկ նրան տեսա հիվանդանոցում։ Նա ինձ չճանաչեց։ Նայեց ինձ, կարծես օտար լինեի, վախով։ Աստված իմ սեփական մայրը վախենում է ինձնից։ Արամը թույլ տվեց, որ Անդրեն թափի իր մի տքը։ Գիտեր, որ նա պետք է դուրս հանի այդ ամբողջ մեղքն ու ցավը։ Մի քանի րոպե անց Անդրեն մի փոքր հանգստացավ։ Ինչ է լինելու Լիլիթի հետ, հարցրեց նա, սրբելով աչքերը։ Նա կդատվի։ Ապացույցները անհերքելի են։ Կպատասխանի այն ամենի համար, ինչ արել է։ Ես անհապաղ ամուսնալուծություն եմ ուզում։ Այլս ոչինչ չեմ ուզում նրա հետ։ Ոչինչ։ Հասկանալի է։ Իսկ մայրս։ Նա լավ կլինի։ Արամը տատանվեց։ Բժիշկներն անում են հնարավորը։ Բայց դա երկար գործընթաց է լինելու։ Նրան շատ աջակցություն է պետք լինելու։ Ինտենսիվ թերապիա։ Եվ ամենակարևորը՝ սեր։ Ձեր ներկայությունը հիմնարար է լինելու։ Անդրեն գլխով արեց, ցավի միջից վճռականություն դուրս գալով։ Ես ամեն ինչ կչեղարկեմ Կանադայում։ Կմնամ այստեղ։ Ես կխնամեմ նրան։ Կփոխհատուցեմ այն ամբողջ ժամանակը, որ հեռու եմ եղել։ Արամը նորից սեղմեց նրա ուսը։ Ահա, սա է ոգին։ Եվ ուզում եմ, որ մի բան իմանաք, ձեր շունը, Բարսը, նա էր, որ իրականում 3 փոփոխություն մտցրեց։ Նա զգաց նրա տառապանքը մեզանից բոլորիցս առաջ։ Նա էր, որ ինձ տարավ նրա մոտ։ Անդրեն հետաքրքրությամբ այեց Արամին։ Լո՛րջ։ Ես միշտ գիտեի, որ շները հատուկ են, բայց սա անհավանական է։ Սա դրանից ավելին է։ Բարսը հազվագյուտ հուզական զգայունություն ունի։ Նա ոչ միայն ֆիզիկական վտանգներ է հայտնաբերում։ Նա զգում է հուզական ցավ, տագնապ, հոգեբանական տառապանք։ Եվ ձեր մայրը երեկ նրան արձագանքեց։ Դա միակ բանն էր, որ նրան հանգստացրեց։ Անդրեն մտածկոտ դարձավ։ Կարծում եք, նա կարող է այցելել նրան հիվանդանոցում։ Կարծում եք, կօգնի։ Արամը մտածեց։
Ես կխոսեմ բժշկական անձնակազմի հետ։ Եթե նրանք թույլ տան, կարող ենք փորձել։ Դա կարող է շրջադարձային կետ լինել նրա համար։ Հաջորդ օրերին գործը լրատվամիջոցների գլխագրերում հայտնվեց։ Ամբողջ Երանը խոսում էր այն տարեց կնոջ մասին, որին սեփական հարսը գերության մեջ էր պահել։ Հեռուստահաղորդումները քննարկում էին թեման։ Հոգեբանության մասնագետներին հարցազրույցներ էին վերցնում։ Տարեցների նկատմամբ բռնության մասին բողոքների թիվը կտրուկ աճեց։ Կարծես պատմությունն արթնացրել էր հասարակությանը մի իրականության, որը միշտ գոյություն է ունեցել, բայց անտեսանելի է մնացել։ Արա։ Մին հրավիրեցին հարցազրույցների, բայց նա մեծամասնությունը մերժեց։ Չէր ուզում ելալ։ Խոսքը նրա մասին չէր։ Խոսքը տիկին Հեղինեի բոլոր այն լուր զոհերի մասին էր, որոնք գոյություն ունեին։ Բայց մի մարդ կար, ում հետ նա համաձայնեց խոսել, պրոֆեսոր Մարիամ Սիմոնյանը, Երանի պետական համալսարանի կենդանիների միջոցով թերապիայի մասնագետ հոգեբան։ Նա կարդացել էր գործի մասին, հիացած էր Բարսի դերով։ Արամը նրան ընդունեց բաժանմունքի մոտ գտնվող սրճարանում, աշնանային անձրոտ մի օր։ Մարիամը մոտ 38 տարեկան կին էր, գանգուր մազերը հավաքված թույլ կոկոնով, կարմիր շրջանակով ակնոցներով վարակիչ մով։ Սերժանտ Գորգյան, պատիվ է ձեզ հետ ծանոթանալ, ասաց նա, սեղմելով Արամի ձեռքը։ Եվ սա պետք է որ Բարսը լինի։ Կարելի՞։ Կարելի է, պատասխանեց Արամը։ Մարիամը կրացավ ձեռքը մեկնեց շանը, որը հոտոտեց նրան, հետո թույլ տվեց, որ շոյեն։ Տպավորիչ է, մրմնջաց նա։ Նա տարբեր հայացք ունի։ Նկատում եք։ Նկատում եմ։ Միշտ եմ նկատել։ Երկուսը նստեցին, Մարիամն անմիջապես անցավ գործի։ Սերժանտ, ես 15 տարի է աշխատում եմ կենդանիների միջոցով թերապիայի ոլորտում։ Տեսել եմ, թե ինչպես են շները օգնում աուտիզմով երեխաներին, դեպրեսիայով մարդկանց, տրավմայի զոհերին։ Բայց այն, ինչ արել է Բարսը, հայտնաբերել թաքնված հոգեբանական տառապանք, մոտենալ խուճապի մեջ գտնվող զոհին անմիջապես վստահության կապ ստեղծել, դա չափազանց հազվադեպ է։ Դա շնորհ է։ Արամը ուշադիր լսում էր։ Ինչ եք առաջարկում։ Ես առաջարկում եմ փորձնական նախագիծ։ Մարզել բարձր հուզական զգայունություն ունեցող շներին, ինչպիսին Բարսն է, հատուկ հոգեբանական տառապանքի հայտնաբերման ոչ ֆիզիկական բռնության դեպքերում միջամտության համար։ Պատկերացնում եք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դա։ Քանի զոհ կարող է գտնվել, նախքան նրանք կհասնեն տիկին Հեղինեի վիճակին։ Արամը հույսի զգացում ունեցավ։ Ինչպես դա կաշխատի։ Դա կլինի հատուկ մարզումների ծրագիր։ Մենք կընտրենք բարձր հուզական կարեկցանք ունեցող շներ, կմարզենք նրանց տագնապի, վախի, դեպրեսիայի նուրբ նշանները ճանաչելու համար։ Նրանք կաշխատեն սոցիալական աշխատողների, տարեցների այցելուների, հոգեկան առողջության թիմերի հետ։ Նրանք կլինեն հուզական պահապաններ։ Արամը նայեց Բարսին։ Կհամաձայնեիր մասնակցել դրան, ընկեր։ Բարսը գլուխը թեքեց, կարծես իսկապես մտածում էր հարցի շուրջ, հետո պոչը խփեց գետնին։ Մարիամը ժպտաց։ Կարծում եմ, մենք մեր պատասխանն ունենք։ Նույն շաբաթ Արամը թույլտվություն ստացավ Բարսին հիվանդանոց տանելու։ Տիկին Հեղինեի բժշկական անձնակազմը թերահավատ էր, բայց պատրաստ էր փորձել։ Աննան, բժշկուհին, որն առաջին գիշերը զբաղվել էր տարեց կնոջով, ներկա էր։ Սա զգուշորեն կանենք, ասաց նա։ Եթե հիվանդի մոտ տագնապի որևէ նշան նկատենք, անմիջապես կդադարեցնենք։ Արամը համաձայնեց։ Տիկին Հեղինեն արթուն էր, բայց դեռ խորը դիսոցիացիայի վիճակում։ Նստած էր մահճակալին, նայելով դատարկությանը, ձեռքերը թեթակի դողում էին։ Երբ Արամը Բարսի հետ մտավ սենյակ, նա չարձագանքեց։ Պարզապես շարունակեց նայել ոչ մի տեղ։ Արամը դանդաղ մոտեցավ, Բարսը նրա կողքին։ Շունը ուղիղ մահճակալի մոտ չգնաց։ Նա կանգ առավ մի քանի քայլ հեռավորության վրա, ուղղակի դիտելով։ Եվ հետո, արեց մի բան, որը զարմաց։ Լեց բոլորին։ Պառկեց գետնին, լիովին հնազանդ դիրքով, սկսեց ցածրաձայն կաղկանձել։ Դա ցավի կաղկանց չէր։ Դա կարեկցանքի, հասկացողության ձայն էր։ Բարսը նրան հաղորդում էր։ Ես զգում եմ այն, ինչ դու ես զգում։ Ես այստեղ եմ։ Դու մենակ չես։
Եվ կարծես ինչ-որ բան կոտրվեց տիկին Հեղինեի ներսում։ Նա դանդաղ գլուխը շրջեց նայեց Շանը։ Նրա աչքերը, որոնք նախկինում դատարկ էին, սկսեցին լցվել արցունքներով։ Շունիկ, շնջաց նա թույլ ու դողացող ձայնով։ Բարի Շունիկ։ Բարսը դանդաղ ոտքի կանգնեց մոտեցավ մահճակալին։ Գլուխը դրեց եզրին, նրա ձեռքի հասանելիության սահմաններում։ Եվ տիկին Հեղինեն դողացող շարժումներով ձեռքը մեկնեց դիպավ կենդանու փափուկ մորթուն։ Արցունքները հիմա ազատ հոսում էին։ Դրանք վախի արցունքներ չէին։ Դրանք թեթացման արցունքներ էին։ Կապի։ Վերադարձող մարդկայնության։ Արամը զգաց, որ իր աչքերն էլ են լցվում արցունքներով։ Նայեց Աննային, որը նույնպես հուզված էր։ Սա ցանկացած տեղից ավելի հզոր է, շնջաց բժշկուհին։ Բարսը մնաց այնտեղ անշարժ, թույլ տալով, որ տիկին Հեղինեն շոյի իրեն, թույլ տալով, որ նա զգա այն անպայմանական սերը, որը միայն կենդանին է կարող տալ։ Եվ կամաց-կամաց նա սկսեց խոսել։ Նա ինձ պաշտպանեց, ասաց նա, դեռ նայելով Բարսին։ Երբ նա ինձ ցավեցնում էր, նա եկավ։ Նա ինձ հետ մնաց։ Ինձ մենակ չթողեց։ Բարսի այցելությունները հիվանդանոց դարձան կանոնավոր։ Շաբաթը 3 անգամ Արամը Շանը տանում էր տիկին Հեղինեի մոտ 1 ժամով մնալու։ Եվ յուրաքանչյուր այցելության հետ առաջընթաց կար։ Նա սկսեց ավելի շատ խոսել, ամբողջական նախադասություններ կազմել, հիշել, թե ով էր մինչ այս ամենը։ Բարսի հետ կապը այն խարիսխն էր, որը նրան վերադարձնում էր իրականություն։ Անդրեն նույնպես ներկա էր բոլոր այցելություններին։ Սկզբում մայրը դեռ դժվարանում էր նրան վստահել։ Բայց Բարսի հետ, որպես անվտանգության կամուրջ, նա կամաց-կամաց սկսեց նորից ճանաչել որդուն։ Այդ օրերից մեկում, երբ տիկին Հեղինեն շոյում էր Բարսին, նա նայեց Անդրեին ասաց մի բան, որը նրան միաժամանակ կործանեց վերականգնեց։ Դու իմ տղան ես։ Իմ լավ տղան։ Ես գիտեմ, որ դու չգիտեիր։ Ես գիտեմ։ Անդրեն լաց եղավ, գրկելով մորը զգուշորեն, վախենալով նրան ցավեցնել։ Եվ նա, թե դեռ փխրուն, պատասխանեց գրկախառնությանը։ Արամը հեռվից դիտում էր, Բարսը կողքին։ Եվ այդ պահին հասկացավ, որ սա ոչ միայն լուծված գործ էր։ Ավելի մեծ բանի սկիզբ էր։ Մի բան, որը կարող էր կյանքեր փոխել։ Եվ նա պատրաստ էր սկսել այդ առաքելությունը։ 3 ամիս անցավ այն գիշերվանից, երբ դեղին տանը բացահայտում արվեց։ Երանում ձմեռ էր եկել իր բնորոշ ուշքնությամբ, բերելով սառնաշունչ առավոտներ մոխրագույն երկնքով ցերեկներ։ Բայց Արամ Գորգյանի համար ինչ-որ բան խորապես փոխվել էր իր առօրյայում։ Նա այլևս պարզապես իր պարտքը կատարող ոստիկան չէր։ Նա դարձել էր ավելի մեծ բանի մաս, մի բան, որը գերազանցում էր փողոցներում ամենօրյա աշխատանքը։ Նախագիծը, որն առաջարկել էր Մարիամն այն անձրոց սրճարանում, ծու անուն էր ստացել «Զգայուն պահապան»։ Երանի պետական համալսարանը գաղափարը ընդունեց մով, ստանալով նախնական ֆինանսավորում համագործակցություն սոցիալական ապահովության նախարարության հետ։ Նպատակը պարզ էր՝ մարզել բարձր հուզական զգայունություն ունեցող շներին, տարեցների խոցելի մարդկանց պաշտպանության թիմերի հետ աշխատելու համար, հայտնաբերելով հոգեբանական տառապանքի նշանները, նախքան դրանք կվերածվեին լուռ ողբերգությունների։ Բարսը դարձել էր ծրա։ Գրի օրինակը, առաջամարտիկ շունը, որն ապացուցում էր, որ դա հնարավոր է։ Բայց իսկական հրաշքը տեղի էր ունենում համալսարանական հիվանդանոցում, որտեղ տիկին Հեղինեն շարունակում էր իր ապաքինման ճանապարհը։ Այդ ուրբաթ առավոտյան Արամը հիվանդանոց հասավ սովորականից շուտ։ Նրա կողքին Բարսն էր, իսկ կրծքում տարբեր սպասում։ Դա այն օրն էր, երբ տիկին Հեղինեին դուրս էին գրում։ 3 ամիս ինտենսիվ բուժումից հետո, որը ներառում էր ամենօրյա հոգեբանական թերապիա, վերահսկվող դեղորայք, ամենակարևորը, Բարսի կանոնավոր այցելությունները, բժիշկները համաձայնեցին, որ նա պատրաստ է վերադառնալ հիվանդանոցային միջավայրից դուրս առօրյային։ Աննան սենյակի դռան մոտ էր, երբ Արամը հասավ։ Բարի լույս, սերժանտ։ Այսօր հատուկ օր է, ասաց նա հոգնած, բայց անկեղծ ժպիտով։ Ինչպես է նա։ Նյարդային։ Վախեցած։ Բայց վճռական։ Սա հսկայական քայլ է նրա համար։ Այստեղից դուրս գալը նշանակում է նորից դիմակայել աշխարհին։ Եվ դա սարսափելի է, երբ անցել ես նրա անցածի միջով։ Արամը լիովին հասկացավ։
Հիվանդանոցը դարձել էր անվտանգության գոտի տիկին Հեղին։ Իեի համար։ Այնտեղից դուրս գալը նշանակում էր նորից բախվել կյանքի անորոշություններին։ Անդրեն նրա հետ է։ Այո։ Նա մի րոպե անգամ նրա կողքից չի հեռացել։ Աշխատանք է գտել այստեղ Երանում, որպեսի մոտ լինի։ Վաճառել է հին բնակարանը, այն, որտեղ ամեն ինչ տեղի է ունեցել։ Գնել է ավելի փոքր, ավելի հարմարավետ տուն խաղաղ թաղամասում։ Ամեն ինչ շատ զգուշորեն է պատրաստել, որպեսի մայրն իրեն ապահով զգա։ Նա լավ որդի է։ Այո։ Եվ նա պայքարում է սեփական մեղքի զգացումի դեմ։ Անցած ամիս թերապիա է սկսել։ Հեշտ չէ ապրել այն զգացումով, որ դու դավաճանել ես նրան, ում ամենաշատն ես սիրում։ Արամը մտավ սենյակ։ Տիկին Հեղինեն նստած էր պատուհանի մոտ գտնվող բազկաթոռին, ամիսներ շարունակ առաջին անգամ սովորական հագուստով, մուգ կապույտ սպորտային տաբատ բաց գույնի բրդյա բլուզ։ Մազերը, որոնք այժմ լավ խնամված էին կտրված կարճ, գործնական ոճով, վերականգնել էին իրենց մաքուր ճերմակությունը։ Նա մի փոքր գիրացել էր, դեմքն այլս այնքան նշմարելի չէր խորս շրջանակներով։ Բայց ամենատպավորիչ փոփոխությունը աչքերում էր։ Փխրունուցի։ Ուն դեռ կար, այո, բայց նա կյանքի մի կայծ կար, որը նախկինում չկար։ Տեսնելով Բարսին, նրա դեմքը լուսավորվեց այնպես, որ ամեն անգամ հուզում էր Արամին։ Իմ ընկեր, ասաց նա, ձեռքերը մեկնելով։ Եկել ես ինձ տանելու։ Բարսը իր բնորոշ հանգստությամբ քայլեց դեպի նա, գլուխը դրեց կնոջ ծնկներին։ Նա սկսեց շոյել նրան, Արամը նկատեց, որ նրա ձեռքերն այլս այնքան չէին դողում, որքան առաջ։ Եկել եմ, տիկին Հեղինե։ Եվ Բարսին եմ բերել, ուշ տալու համար։ Այսօր կարոր օր է։ Նա գլխով արեց, բայց արտահայտությունը վախ էր մատնում։ Ես վախենում եմ, Արամ։ Իսկ եթե չկարողանամ։ Իսկ եթե նորից այն վիճակին վերադառնամ, որում էի։ Անդրեն, որը մոր իրերը փոքր ճամփրուկում էր դասավորում, մոտեցավ բռնեց նրա ձեռքը։ Մայրիկ, ես ամբողջ ժամանակ քեզ հետ եմ լինելու։ Նոր տունը տարբեր է։ Ոչինչ չկա, որ հիշեցնի տեղի ունեցածը։ Եվ դու մի վայրկյան անգամ մենակ չես մնալու, լավ։ Տիկին Հեղինեն նայեց որդուն, աչքերը լցվեցին արցունքներով։ Դու այնքան լավն ես ինձ հետ, Անդրե։ Ես գիտեմ, որ դա քո մեղքը չէր։ Գիտեմ, որ նա քեզ էլ է խապ եղել։ Դու արժանի չես այդ ցավը կրելու։ Անդրեն գրկեց մորը, երկուսը երկար պահ մնացին այդպես, մխիթարելով միմյանց։ Աննան մտավ սենյակ, դուրսգրման թղթերով մի քանի դեղատոմսերով։ Տիկին Հեղինե, ես ձեզ կկարոտեմ այստեղ։ Բայց գիտեմ, որ դուք ուժեղ կմնաք։ Կշարունակեք պայքարել։ Եվ մենք միշտ այստեղ կլինենք, երբ կարիք լինի։ Շնորհակալ եմ, բժշկուհի։ Ամեն ինչի համար։ Ինձ օգնելու համար, որ նորից մարդ դառնամ։ Աննայի ձայնը մի փոքր դողաց։ Դուք միշտ մարդ եք եղել, տիկին Հեղինե։ Ուղղակի մղձավանջի մեջ էիք փակված։ Բայց արթնացաք։ Եվ դա մեծ հաղթանակ է։ Հիվանդանոցից դուրս գալը հուզիչ էր։ Բժշկական բուժքույրական անձնակազմի շատ անդամներ հրաժեշտ տվեցին տիկին Հեղինեին գրկախառնություններով, քաջալերական խոսքերով։ Նա բոլորի համար հատուկ էր դարձել, տառապանքի մեջ դիմացկունության խորհրդանիշ։ Արամն ուղեկցեց Անդրեին տիկին Հեղինեին մինչ մեքենան։ Բարսը ամբողջ ճանապարհին կնոջ կողքին էր, որպես լուռ պահապան։ Մեքենա նստելուց առաջ տիկին Հեղինեն կանգ առավ, նայեց ձմեռային մոխրագույն երկնքին։ Խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է սառը օդը լցնում թոքերը։ Լավ է նորից քամին զգալ դեմքիս, ասաց նա կիսաժպիտով։ Անդրեն օգնեց մորը նստել մեքենան, Արամը դիտում էր, թե ինչպես են նրանք հեռանում։ Մի քանի րոպե կանգնած մնաց այնտեղ, Բարսը կողքին, զգալով բավարարվածության անհանգստության խառնուրդ։ Ապաքինումը երկար գործընթաց էր, լի վերելքներով ու վայրեջքներով։ Եվ նա գիտեր, որ տիկին Հեղինեն դեռ շատ ներքին պայքարներ կունենա։ Մինչդեռ Լիլիթ Կոստանյանի դատավարությունը մոտենում էր։ Դատախազությունը ամուր գործ էր կազմել, բոլոր փաստաթղթային ապացույցներով, բժշկական եզրակացություններով, հոգեբանական փորձաքննություններով, ցուցմունքներով։
Լիլիթի պաշտպանությունը փորձում էր պնդել հոգեկան անմեղսունակություն, պնդելով, որ նա լիովին գիտակից չի եղել իր արարքներին, հոգեբույժների կողմից ախտորոշված զառանցական խանգարման պատճառով։ Բայց դատախազը, պարոն Հենրիկ Ավետիսյանը, անզիջում էր։ Արամին կանչեցին դատարան, հաջորդ շաբաթ ցուցմունք տալու։ Դա ցուրտ երեքշաբթի էր, մանրամաղ անձրով, որը վաղ առավոտից թրջում էր երանը։ Քրեական դատարանը գտնվում էր քաղաքի կենտրոնում մոդեռնիստական ճարտարապետությամբ տպավորիչ շենք։ Երբ Արամը մտավ դատական նիստերի դահլիճ, զգաց պահի ծանրությունը։ Հենց այստեղ էր, որ արդարությունը պետք է հաստատվեր կամ ոչ։ Լիլիթը նստած էր իր փաստաբանների կողքին, հագին մոխրագույն կոստյում, մազերը անթերի կոկոնով հավաքված։ Հանգիստ, գրեթե խաղաղ տեսք ուներ։ Երբ նայեց Արամին, զայրույթ չկար, վախ չկար։ Կար միայն այն անհանգստացնող արտահայտությունը մեկի, ով հավատում է, որ ճիշտ է։ Դատավորը, պարոն Մարսել Թադոսյանը, մոտ 60 տարեկան տղամարդ էր, հայտնի իր լրջությամբ անաչառությամբ։ Նա նիստը վարում էր վստահորեն։ Սերժանտ Արամ Գորգյան, կարող եք դատարանին պատմել այն հանգամանքները, որոնք ձեզ ստիպեցին մտնել բնակարան մարտի 27-ի գիշերը։ Արամը խորը շունչ քաշեց, սկսեց պատմել։ Խոսեց վարպետ Աշոտի հետ զրույցի, անհանգստության բողոքի, Լիլիթի տարօրինակ վերաբերմունքի, փոստարկղում գտնված գրության մասին։ Նկարագրեց, թե ինչպես էր Բարսն արձագանքել, ինչպես էր բարձրացել պարսպի վրա, ինչ էր տեսել։ Նրա ձայնը վստահ էր, բայց հուզմունքով լի, հիշելով այն վիճակը, որում գտել էր տիկին Հեղինեին։ Երբ ավարտեց, դահլիճում ծանր լռություն տիրեց։ Նույնիսկ պաշտպանության փաստաբանները տպավորված էին թվում։ Պարոն Ավետիսյանը, դատախազը, ոտքի կանգնեց, լրացուցիչ հարցեր տալու համար։ Սերժանտ, ձեր ավելի քան 20 տարվա ոստիկանական փորձի ընթացքում նմանատիպ դեպքեր տեսել եք։ Ես տեսել եմ ընտանեկան բռնության, տարեցների նկատմամբ անտեսման, հոգեբանական բռնության շատ դեպքեր։ Բայց այս դեպքում վերահսկողության բարդությունը, հաշվարկված սառնությունը, համակարգված մանիպուլյացիան, դա ինչ-որ տարբեր բան էր։ Դա իմ կարիերայի ամենաանհանգստացնող դեպքերից մեկն էր։ Իսկ ինչ վերաբերում է զոհի հուզական վիճակին, երբ նրան փրկեցին։ Նա լիովին կոտրված էր։ Չէր կարողանում նախադասություններ կազմել, անընդհատ դողում էր, ամեն ինչի համար ներողություն էր խնդրում։ Կարծես նրա ինքնությունը ջնջված լիներ։ Կարծես նա այլս մարդ չէր, այլ գոյություն ունենալուց վախեցող ստվեր։ Արամի խոսքերն արձագանքեցին դատարանում։ Հանդիսատեսի շարքերում շատերի, այդ թվում Անդրեի, աչքերում արծու նքներ կային։ Պաշտպանությունը փորձեց հակահարված տալ, պնդելով, որ Արամը ներխուժել է սեփականություն առանց դատական որոշման, որ ապացույցները կարող են կասկածի տակ դրվել։ Բայց դատավորը հստակ էր, արտակարգ մուտքի համար արդարացի պատճառ կար, հիմնված օգնության գրության անմիջական վտանգի նշանների վրա։ Երբ հերթը հասավ տիկին Հեղինեի ցուցմունքին, դահլիճում լարվածությունը շոշափելի էր։ Նա մտավ Աննայի սոցիալական աշխատողի ուղեկցությամբ։ Նա տեսանելիորեն նյարդային էր, ձեռքերը սեղմում էին փոքրիկ պայուսակը։ Անդրեն նստած էր առաջին շարքում, լուռ աջակցելով հայացքով։ Դատավորը չափազանց զգույշ էր հարցեր տալիս, պահպանելով բարի հարգալից տոն։ Տիկին Հեղինեն խոսում էր ցածր, բայց վստահ ձայնով։ Պատմեց, թե ինչպես էր ամեն ինչ սկսվել նուրբ կերպով, փոքր սահմանափակումներով, խնամքի տակ քողարկված քննադատություններով։ Թե ինչպես էր աստիճանաբար կորցրել իր ինքնավարությունը, ազատությունը, ձայնը։ Թե ինչպես էր մեկուսացվել աշխարհից, անընդհատ հսկվել, պատժվել ցանկացած անպատշաճ համարվող վարքի համար։ Ես աղաչում էի, որ նա դադարեց։ Նի, ասաց տիկին Հեղինեն խեղդված ձայնով։ Ես լաց էի լինում, ներողություն էի խնդրում բաների համար, որոնք նույնիսկ չգիտեի, թե որոնք են։ Բայց ոչինչ բավարար չէր։ Նա միշտ ասում էր, որ դա իմ լավի համար է, որ ես պետք է սովորեմ, որ ես դժվար եմ։ Եվ կամաց-կամաց ես սկսեցի հավատալ։ Սկսեցի մտածել, որ իսկապես մեղավոր եմ, որ արժանի եմ դրան։ Իսկ գրությունը, որը գրել էիք, օգնություն խնդրելով։ Տիկին Հեղինեն մի պահ փակեց աչքերը, կարծես ուժ էր հավաքում։ Դա մի օր էր, երբ նա մի քանի ժամով դուրս էր եկել։ Ես կարողացա մի կտոր թուղթ գրիչ վերցնել։ Գրեցի դողացող ձեռքով, վախենալով, որ նա կվերադառնա ինձ կբռնի։ Կարողացա դնել փոստարկղը, երբ նա շեղված էր։ Դա իմ վերջին հույսն էր։
Մտածում էի, որ ոչ ոք չի տեսնի, որ ոչ ոքի չի հետաքրքրի։ Բայց նա տեսավ։ Նա մատնացույց արեց Արամին, որը նստած էր վկաների հատվածում։ Նրա շունը ինձ փրկեցին։ Եթե նրանք չլինեին, ես այսօր այստեղ չէի լինի։ Տիկին Հեղինեի ցուցմունքը կործանարար էր։ Նույնիսկ պաշտպանության փաստաբանները անհարմար էին զգում։ Լիլիթը, սակայն, պահպանում էր ին խաղաղ արտահայտությունը, կարծես լսում էր մեկին, որը պատմում է մի պատմություն, որը նրա հետ կապ չունի։ Երբ հերթը հասավ Լիլիթին, դահլիճում բոլորը շունչները պահեցին։ Նա հանգիստ ոտքի կանգնեց, շտկեց կոստյումը, սկսեց խոսել այն բնորոշ միօրինակ ձայնով. «Ես ոչ մի սխալ բան չեմ արել։ Այն ամենը, ինչ արել եմ, եղել է սկեսրոջս օգնելու փորձ, դառնալու ավելի լավ մարդ»։ Նա համառ էր, անհնազանդ, անհարգալից։ Նրան ուղղորդում, կառուցվածք, կարգապահություն էր պետք։ Ես օգտագործել եմ թերապտիկ մեթոդներ նրան ուղղելու համար։ Ամեն ինչ փաստաթղթավորված էր, ամեն ինչ կրթական նպատակ ուներ։ Դատախազն ընդհատեց. «Դուք թերապտիկ եք անվանում տարեց մարդուն գերության մեջ պահելը։ Նրան պատշաճ սննդից զրկելը։ Ֆիզիկական հոգեբանական պատիժներ կիրառելը։ Դրանք պատիժներ չէին։ Դրանք կրթական հետանքներ էին։ Նա պետք է հասկանար, որ գործողություններն արդյունքներ ունեն։ Սա հիմնական է ցանկացած ուսուցման գործընթացում»։ Լիլիթի ձայնի սառնությունը սարսափելի էր։ Զղջում չկար, կարեկցանք չկար։ Կարծես նա իսկապես հավատում էր իր ասած յուրակ անչուր բառին։ Դատական հոգեբույժը, բժիշկ Դավիթ Մելիքյանը, կանչվեց ախտորոշումը պարզաբանելու համար։ Նա բացատրեց, որ Լիլիթն ունի զառանցական խանգարում, նարցիսիստական գծերով վերահսկողության մոլուցքով։ Նա ստեղծել էր աղավաղված իրականություն, որտեղ ինքը փրկիչն էր, լուսավորյալ մարդը, որն ուղղում էր ուրիշների սխալները։ Բայց սա վճռորոշ էր, նա կարողանում էր տարբերել ճիշտն ու սխալը։ Նա գիտակցում էր, որ տառապանք է պատճառում, պարզապես բարոյապես արդարացնում էր դա իր համար։ Սա նշանակում է, որ նա պատասխանատու է իր արարքների համար։ Այո, պարոն դատավոր։ Նա կարող է ունենալ բարոյականության աղավաղված ընկալում, բայց լիովին ունակ է հասկանալու իր գործողությունների իրավական հետանքները։ Նա գիտակցաբար է ընտրել յուրաքանչյուր արարք, պլանավորել յուրաքանչյուր մանրուք, թաքցրել ամեն ինչ ամուսնուց հասարակությունից։ Սա ցույց է տալիս գիտակցություն կանխամտածվածություն։ Դատավարությունը տեց 3 օր։ Վերջում երդվյալ ատենակալները խորհրդակցեցին 2 ժամից պակաս։ Դատավճիռը միաձայն էր, մեղավոր բոլոր մեղադրանքն երով։ Անազատության մեջ պահել, հոգեբանական խոշտանգում, խոցելի անձի նկատմամբ բռնություն, գույքի յուրացում։ Ընդհանուր պատիժը 18 տարվա ազատազրկում էր, խիստ ռեժիմով։ Երբ դատավճիռը կարդացվեց, Լիլիթը հուզմունք չցուցաբերեց։ Պարզապես ոտքի կանգնեց, նորից շտկեց կոստյումը, տարվեց դատական պաշտոնյաների կողմից։ Բայց դուրս գալուց առաջ շրջվեց, ուղիղ նայեց տիկին Հեղինեին։ Եվ ասաց այն հանգիստ ու սարսափելի ձայնով. «Մի օր դու կհասկանաս, որ ես քեզ օգնում էի»։ Տիկին Հեղինեն դողաց, Անդրեն անմիջապես գրկեց նրան, պաշտպանելով այդ հայացքից։ Արամը զայրույթի ալիք զգաց իր մարմնում։ Այդ կինն անկարող էր տեսնել իր պատճառած ավերածությունները։ Դատավարությունից հետո Արամը, Անդրեն, տիկին Հեղինեն հավաքվեցին դատարանի մոտ գտնվող սրճարանում։ Դրսում ցուրտ էր, բայց սրճարանը հարմարավետ էր, թարմ հացի բույրով մեղմ երաժշտությամբ։ Ավարտվեց, ասաց Անդրեն, բռնելով մոր ձեռքերը։ Նա այլս քեզ չի վնասի։ Երբեք։ Տիկին Հեղինեն գլխով արեց, բայց Արամը կարող էր տեսնել, որ Լիլիթի ստվերը դեռ ծանրացած է նրա վրա։ Հեշտ չէր լինելու լիովին հաղթահարել այդ տրավման։ Բայց դա սկիզբ էր։ Սերժանտ, սկսեց տիկին Հեղինեն, խորը երախտագիտությամբ նայելով Արամին, չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արեցիք ինձ համար։ Դուք Բարսը ինձ ապրելու երկրորդ հնարավորություն տվեցիք։ Արամը ժպտաց, զգալով մի հուզմունք, որը դժվար էր նկարագրել։ Ես արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ, տիկին Հեղինե։ Իսկ Բարսը, դե, նա հատ ուգ է։ Նա էր, որ իրականում զգաց ձեր տառապանքը։ Եվ հենց այդ պահին Արամի մտքով մի գաղափար անցավ։ Նայեց Անդրեին, տիկին Հեղինեին։ Դուք գիտեք զգայուն պահապան նախագծի մասին, այնպես չէ։
Այո, ասաց Անդրեն։ Պրոֆեսոր Մարիամը դրա մասին խոսեց, երբ այցելեց մորս հիվանդանոցում։ Դե ինչ։ Նախագիծը աճում է։ Արդեն 5 շուն ունենք մարզումների մեջ։ Եվ մենք իրական դեպքեր ենք փնտրում վերահսկելու ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար։ Մտածում էի ձեր թույլտվությամբ, իհարկե, եթե կարողանայինք հետել տիկին Հեղինեի ապաքինմանը որպես դեպքի ուսումնասիրություն։ Բարսը կշարունակեր կանոնավոր այցելություններ կատարել, մենք կփաստաթղթավորեինք առաջընթացը։ Դա կարող էր ապագայում շատ այլ մարդկանց օգնել։ Տիկին Հեղինեն նայեց որդուն, հետո Արամին։ Եթե դա կարող է օգնել այլ մարդկանց չանցնելու իմ անցածի միջով, ընդունում եմ։ Սրտանց։ Անդրեն մով համաձայնեց։ Մայրս կարող է ոգեշնչում լինել այլ զոհերի համար։ Ցույց տալ, որ հնարավոր է ապաքինվել, որ հնարավոր է նորից ապրել։ Եվ այդպես որոշվեց։ Տիկին Հեղինեն պաշտոնապես դարձավ զգայուն պահապան ծրագրի առաջին հիվանդը։ Բարսը շաբաթը 3 անգամ կայցելեր նրան, միշտ Արամի կամ համալսարանի հետազոտական թիմի անդամներից մեկի ուղեկցությամբ։ Հաջորդ շաբաթները լի էին ինտենսիվ աշխատանքով։ Նախագիծը սկսեց ազգային ճանաչում ձեռք բերել։ Հեռուստաալիքները հատուկ ռեպորտաժներ պատրաստեցին։ Տիկին Հեղինեն հուզիչ հարցազրույց տվեց, խոսելով իր փորձի այն մասին, թե ինչպես էր Բարսը հիմնարար դեր խաղացել իր ապաքինման մեջ։ Արձագանքը հսկայական էր։ Հայաստանի տարբեր ծայրերից մարդիկ սկսեցին կապ հաստատել, պատմելով նմանատիպ իրավիճակների մասին, օգնություն խնդրելով, աջակցություն առաջարկելով։ Երանի սոցիալական ապահովության նախարարությունը որոշեց ընդլայնել ծրագիրը։ Ավելի շատ շներ ընտրվեցին, մարզվեցին։ Բազմամասնագիտական թիմեր ձևավորվեցին, որոնք ներառում էին հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, անասնաբույժներ, ոստիկաններ։ Նպատակն էր ստեղծել պաշտպանության ցանց, որը կարող էր հայտնաբերել միջամտել հոգեբանական բռնության դեպքերին, նախքան դրանք կհասնեին ծայրահեղությունների։ Արամն իրեն գտավ այս ամենի կենտրոնում, մի բան, որը երբեք չէր պատկերացրել։ Նա, որ միշտ պարզապես իր աշխատանքը կատարող ոստիկան էր, այժմ դիտվում էր որպես նորարար։ Բայց ամեն անգամ, երբ որևէ մեկը գովում էր նրան, նա մատնացույց էր անում Բարսին։ Արժանիքը նրանն է։ Նա է իսկական հերոսը։ Սեպտեմբերյան մի օր, երբ գարունը սկսում էր երանը ներկել ծիրանենու ծաղիկներով, Արամը Բարսին տարավ տիկին Հեղինեի նոր տուն, հերթական այցելության։ Դա պարզ, մեկհարկանի տուն էր, ներկված սպիտակ բեժ, առջում փոքր, բայց լավ խնամված այգիով։ Անդրեն վարդեր, հորտենզիաներ, հասմիկներ էր տնկել։ Ծառի տակ փայտե նստարան կար, որտեղ տիկին Հեղինեն սիրում էր նստել, արի տակ։ Երբ Արամն ու Բարսը հասան, նա հենց այնտեղ էր, գիրք էր կարդում։ Տեսնելով շանը, նրա դեմքը լուսավորվեց։ Բարսը վազեց դեպի նա, երկուսը ողջունեցին միմյանց հին ընկերների ջերմությամբ։ Ողջույն, իմ պաշտպան, ասաց նա, շոյելով նրա գլուխը։ Այսօր քեզ համար անակնկալ եմ բերել։ Նա վերցրեց մի տոպրակ, որը նստարանի կողքին էր, հանեց տնական մսով թխվածքաբլիթ։ Բարսը քաղաքավարուչի ամպ ընդունեց պառկեց նրա ոտքերի մոտ, բավարարված։ Արամը նստեց նստարանին, նրա կողքին։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, տիկին Հեղինե։ Ամեն օր ավելի լավ, Արամ։ Երբեմն դեռ մղձավանջներ եմ տեսնում։ Դեռ վախենում եմ բարձր ձայներից։ Բայց ես վերադառնում եմ ինքս ինձ։ Նորից սկսել եմ եփել, այգին խնամել, հարանների հետ զրուցել։ Փոքր բաներ, որոնք առաջ սովորական էի համարում, իսկ հիմա տեսնում եմ որպես նվերներ։ Դա հրաշալի է։ Եվ գիտեք, որն է ամենաանհավանականը։ Ես հիմա այլ մարդկանց եմ օգնում։ Հարան թաղամասից մի կին կա, որը նմանատիպ բանի միջով էր անցնում։ Նա ինձ գտավ, երբ տեսավ իմ հարցազրույցը հեռուստացույցով։ Զրուցեցինք, ես պատմեցի իմ պատմությունը, ուշ տվեցի։ Եվ նա կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից։ Կարողացավ բողոքել որդուց, որը նրան ֆինանսապես էմոցիոնալ բռնության էր ենթարկում։ Գիտեք, ինչ ասաց նա ինձ։ Որ ես իրեն քաջություն եմ տվել։ Արամը զգաց, որ աչքերը խոնավանում են։ Դուք ձեր տառապանքը վերածել եք ուժի, ուրիշներին օգնելու համար։ Դա արտասովոր է։ Ես սովորեցի, որ տառապանքը պարտադիր չէ, որ իզու լինի։ Այն կարող է վերածվել լավ բանի։ Հույսի։
Մինչ նրանք զրուցում էին, Անդրեն աշխատանքից եկավ։ Ժպտալով գալիս էր, ձեռքին սուպերմարկետի տոպրակներ։ Մոր-որդու հարաբերությունները չափազանց ամրապնդվել էին։ Նրանք սովորել էին ավելի լավ շփվել, արտահայտել վախերն ու հույսերը, միասին նոր կյանք կառուցել։ Բարի օր, սերժանտ։ Բարի օր, Բարս։ Բարի օր, Անդրե։ Ինչպես անցավ օրդ։ Լարված, բայց լավ։ Իսկ դուք։ Ինչպես է անցնում այցելությունը։ Հիանալի։ Ձեր մայրն ամեն օր ավելի ուժեղ է դառնում։ Անդրեն հպարտությամբ սիրով նայեց մորը։ Նա ամենաուժեղ մարդն է, ում ես ճանաչում եմ։ Միշտ էլ եղել է։ Ուղղակի պետք էր դա նրան հիշեցնել։ Որոշ ժամանակ անց Արամը հրաժեշտ տվեց։ Բայց գնալուց առաջ տիկին Հեղինեն նրան կանչեց։ Արամ, ուզում եմ, որ մի բան իմանաս։ Դու ինձ փրկեցիր այն գիշեր։ Բայց Բարսն ինձ փրկեց ամեն օր դրանից հետո։ Նա ինձ հիշեցրեց, որ աշխարհում դեռ բարություն կա։ Որ դեռ անպայմանական սեր կա։ Որ դեռ արժե վստահել։ Ես հավերժ երախտապարտ եմ լինելու ձեզ երկուսիդ։ Արամը չկարողացավ զսպել արցունքները։ Կռաց։ Ավ գրկեց կնոջը, միաժամանակ զգալով փխրունությունն ու ուժը։ Երախտագիտությունն իմն է, տիկին Հեղինե։ Ինձ ցույց տալու համար դիմացկունության իսկական իմաստը։ Մինչ Բարսի հետ մեքենայով վերադառնում էր տուն, Արամը մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին ամիսներին։ Մի գործ, որը կարող էր լինել պարզապես հերթական ոստիկանական արձանագրությունը, վերածվել էր սոցիալական փոփոխությունների շարժման։ Զգայուն պահապան նախագիծը կյանքեր էր փրկում։ Տիկին Հեղինեն ապաքինվում էր։ Լիլիթը պատիժ էր կրում իր հանցանքների համար։ Եվ ինքը, Արամը, գտել էր մի նպատակ, որը շատ ավելին էր, քան պարտքի կատարումը։ Հետի հայելուց նայեց Բարսին։ Շունը նայում էր պատուհանից, այն խորը իմաստուն հայացքով, որն այդքան հիացնում էր նրան։ Նա կենդանուց ավելին էր։ Նա 4 թաթանի հրեշտակ էր, վիրավոր հոգիների պահապան, կոտրված սրտերի բուժող։ Եվ Արամը պատիվ ուներ լինելու նրա գործընկերն այդ առաքելության մեջ։ 1 տարի էր անցել այն գիշերվանից, երբ դեղին տանը բացահայտում արվեց։ Երանն այժմ ապրում էր փարթամ գարուն, ծաղկած ծառերը քաղ։ Ակը ներկում էին մանուշակագույն, դեղին վարդագույն։ Հաղթանակի զբոսայգին, որը երանցիների ամենասիրելիներից է, հատկապես գեղեցիկ էր այդ շաբաթ առավոտյան, լիճն արտացոլում էր կապույտ երկինքը, իսկ ընտանիքները վայելում էին արոտ օրը։ Հենց այնտեղ, լճի մոտ գտնվող ընդարձակ մարգագետնում, պետք է տեղի ունենար զգայուն պահապան նախագծի մեկամյակի տոնակատարությունը։ Նախաձեռնությունը, որը սկսվել էր որպես համեստ գաղափար սրճարանային զրույցում, վերածվել էր տպավորիչ իրականության։ Այժմ ծրագիրն ուներ 23 մարզված շուն, որոնք բաշխված էին Հայաստանի 5 քաղաքներում։ Հոգեբանական բռնության ավելի քան 140 դեպք էր հայտնաբերվել լուծվել։ Կյանքեր էին փրկվել։ Ընտանիքներ էին վերականգնվել։ Արամը շուտ էր եկել կազմակերպչական հարցերում օգնելու։ Բարսը, ինչպես միշտ, նրա կողքին էր, բայց այդ օրը օդում ինչ-որ տարբեր բան կար։ Դա տոնակատարության երախտագիտության, հպարտության հույսի խառնուրդ էր։ Տասնյակ կամավորներ վրաններ էին տեղադրում, աթոռներ դասավորում, իմպրովիզացված բեմ պատրաստում։ Գունավոր պաստառներ կայ։ Ին կարեկցանք, որը կյանքեր է փրկում գրությամբ, որը դարձել էր նախագծի կարգախոսը։ Սերժանտ Արամ, կանչեց Մարիամը, հոգեբանության պրոֆեսորը, որն այս ամենի տեսլականի հեղինակն էր։ Նա արագ քայլում էր, ձեռքին պլանշետ, դեմքին լայն ժպիտ։ Մենք դա արեցինք։ 1 տարի առաջ սա ընդամենը երազանք էր, իսկ այսօր նայիր մեր շուրջը։ Արամը նայեց։ Հեռուստատեսային խմբեր էին պատրաստվում միջոցառումը լուսաբանելու, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, անասնաբույժներ, փրկված զոհերի ընտանիքներ, տասնյակ շներ, իրենց խնամողների հետ։ Դա կյանքի, հույսի, մարդկայնության տոն էր։ Իսկապես անհավատալի է, պատասխանեց Արամը։ Երբեք չէի պատկերացնի, որ սովորական պարեկային գիշերը այդքան բան կփոխի։ Դա միայն պարեկությունը չէր, Արամ։ Դա քո ինտուիցիան էր, քո քաջությունը, ամենակարևորը, Բարսի զգայունությունը։ Դուք երկուստ այս ամենի ոգեշնչումն եք։ Կարծես հասկանալով խոսակցությունը, Բարսը պոչը շարժեց նայեց Մարիամին այն խորը աչքերով։ Մարդիկ սկսեցին գալ։
Ամբողջ ընտանիքներ, որոնցից ոմանք տարեցներով որոն կփրկվել էին ծրագրի շնորհիվ։ Գրկախառնություններ կային, ուրախության արցունքներ, պատմություններ, որոնք կիսվում էին։ Հուզիչ էր տեսնել, թե ինչպես էր ցավը վերածվել ավելի մեծ բանի, պաշտպանության խնամքի շարժման։ Երբ Արամը տեսավ տիկին Հեղինեին, Անդրեի թանցուկ, սիրտը տաքացավ։ Նրա փոխակերպումը այդ մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան հրաշք էր։ Նա հագել էր բաց կապույտ ծաղկավոր զգեստ, ջերմակ մազերը լավ խնամված, դեմքին անկեղծ ժպիտ։ Այլս չկար այն վախեցած հայացքը, այն կծկված կեցվածքը։ Թեթություն կար, կյանք կար։ Արամ, սիրելիս, ասաց նա, ջերմորեն գրկելով նրան։ Ինչպիսի հատուկ օր է, այնպես չէ։ Շատ հատուկ, տիկին Հեղինե։ Դուք հիասքանչ տեսք ունեք։ Ես ինձ կենդանի եմ զգում, Արամ։ Իսկապես։ Գիտես, երբ առավոտյան արթնանում եմ, առաջին բանը, որ զգում եմ, երախտագիտությունն է։ Երախտագիտություն, թոքերումս օդ ունենալու, պատուհանից ներս մտնող արի, կողքիս որդու այն հիշողության համար, որ ես փրկվել եմ։ Ամեն օր ես շնորհակալություն եմ հայտնում քեզ Բարսին։ Բարսը, լսելով իր անունը, մոտեցավ տիկին Հեղինե։ Ին։ Նրանց միջ կապը բառերից վեր էր։ Նա զգուշորեն կրացավ գրկեց շանը, նրա ականջին ինչ-որ բան շշնջալով, որը միայն իրենք երկուսը գիտեին։ Անդրեն ողջունեց Արամին ամուր ձեռքսեղմումով։ Մայրս անճանաչելի է, սերժանտ։ Լավ իմաստով։ Նա նորից դարձել է այն, ինչ միշտ եղել է։ Ուրախ, առատաձեռն, կյանքով լի։ Նույնիսկ սկսել է դպրոցներում դասախոսություններ կարդալ տարեցների նկատմամբ հարգանքի բռնության նշանների մասին։ Ակտիվիստ է դարձել, առանց նույնիսկ նկատելու։ Արամը հպարտությամբ ժպտաց։ Նա մարտիկ է, Անդրե։ Եվ դու նույնպես։ Դուք երկուսդ հաղթահարել եք մի բան, որը կկործաներ մարդկանց մեծամասնությանը։ Անդրեն մի պահ լրջացավ։ Չեմ ստի։ Դժվար էր։ Երբեմն դեռ դժվար է։ Մղձավանջներ եմ տեսնում, որոնցում չեմ հասցնում նրան փրկել։ Մեղքի զգացումի նոպաներ եմ ունենում։ Բայց սովորեցի, որ թերապիայի գնալը թուլության նշան չէ։ Քաջության նշան է։ Եվ ես այս ամենի հետ գլուխ եմ հանում հնարավորինս լավ։ Դա է ամենակարևորը։ Շարունակել փորձել, շարունակել աճել։ Միջոցառումը սկսվեց առավոտյան 10-ին։ Իմպրովիզացված բեմի հետում մե. Էկրան կար, իսկ աթոռները զբաղեցրել էին ավելի քան 300 մարդ։ Նախնական ներկայացումը արեց Մարիամը, որը մանրամասն բացատրեց, թե ինչպես է աշխատում Ազգայուն պահապան նախագիծը, շների ընտրության չափանիշները, հատուկ մարզումները, առաջին տարում ստացված արդյունքները։ Հետո եկավ ցուցմունքների հերթը։ 5 մարդ, որոնք փրկվել էին ծրագրի շնորհիվ, բարձրացան բեմ, իրենց պատմությունները պատմելու։ Կար մի 72 տարեկան կին, որին դուստրը մեկուսացնում էր։ Մի 80 տարեկան տղամարդ, որը փեսայի կողմից ֆինանսական բռնության էր ենթարկվում։ Մի 65 տարեկան կին, որին սեփական եղբայրը էմոցիոնալ մանիպուլյացիայի էր ենթարկում։ Յուրաքանչյուր պատմություն տարբեր էր, բայց բոլորը կիսում էին նույն օրինաչափությունը՝ վերահսկողություն, մեկուսացում, հոգեբանական մանիպուլյացիա։ Եվ բոլորը հայտնաբերվել էին, որովհետև պահապանշներից մեկը զգացել էր թաքնված հուզական տառապանքը։ Անհնար էր լսել այդ պատմությունները առանց հուզվելու։ Հանդիսատեսի շարքերում շատ արդյունքներ կային, բայց դրանք թեթացման, երախտագիտության, ռոքված հույսի արդյունքներ էին։ Երբ հերթը հասավ տիկին Հեղինեին, հարգալից լռություն տիրեց։ Նա վստահորեն բարձրացավ բեմ, բայց Արամը նկատում էր, որ նա դեռ նյարդային է։ Երկու ձեռքով բռնեց խոսափողը, նայեց ամբոխին։ Իմ անունը Հեղինե Մարիա Սահակյան է։ Ես 76 տարեկան եմ։ Եվ 1 տարի առաջ ես ձայն չունեի։ Ազատություն չունեի։ Արժանապատվություն չունեի։ Ես բանտարկյալ էի իմ սեփական տանը, ապրում էի մեկի վերահսկողության տակ, ով ասում էր, թե սիրում է ինձ, բայց կամաց-կամաց ինձ ոչնչացնում էր։ Նրա ձայնը պարզ էր, վստահ, հուզմունքով լի, բայց առանց թուլանալու։ Ես փորձեցի օգնություն խնդրել բոլոր հնարավոր ձերով։ Հուսահատ գրություն գրեցի, դրեցի պոստարկղը, չիմանալով, թե արդյոք որը մեկը կկարդա։ Եվ որը մեկը կարդաց։ Սերժանտ Արամ Գորգյանը, մի մեծ սիրտ ունեցող մարդ, տեսավ իմ լուռ խնդրանքը, չանտեսեց։
Նա հետաքննեց։ Նա հավատաց, որ ես օգնության կարիք ունեմ, նույնիսկ երբ դրսից ամեն ինչ նորմալ էր թվում։ Եվ նրա հետ եկավ Բարսը, մի արտասովոր շուն, որը զգաց իմ ցավը նույնիսկ ինձ տեսնելուց առաջ։ Տիկին Հեղին Էն դադար տվեց, նայելով այնտեղ, որտեղ Արամն ու Բարսը նստած էին առաջին շարքում։ Բարսը պարզապես մարզված կենդանի չէ։ Նա հրեշտակ է։ Նա եկավ ինձ մոտ, երբ ես իմ ամենամութ պահին էի, երբ կորցրել էի ամբողջ հույսս, ինձ հիշեցրեց, որ աշխարհում դեռ բարություն կա։ Որ դեռ սեր կա։ Որ դեռ արժե պայքարել։ Եվ այդ օրվանից նա իմ լույսն է եղել դժվար օրերին, իմ ուժը, երբ ուզում եմ հանձնվել, իմ մշտական հիշեցումը, որ ես արժանի եմ արժանապատվորեն ապրելու։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով, բայց դա ազատագրող լաց էր, լաց մեկի, ով հաղթահարել էր անհնարինը։ Այսօր, 1 տարի անց, ես այլս զոհ չեմ։ Ես վերապրող եմ։ Նորից սկսել եմ խնամել իմ այգին։ Նորից սկսել եմ զրուցել իմ հարանների հետ։ Նորից սկսել եմ իսկապես ժպտալ։ Նորից սկսել եմ ապրել։ Եվ ես պնդում եմ, որ իմ պատմությունն օգտագործեմ, օգնելու այլ մարդկանց, որոնք անցնում են իմ անցածի միջով։ Որովհետև ոչ ոք չպետք է լուր տառապի։ Ոչ ոք չպետք է մոռացվի կամ անտեսվի։ Հանդիսատեսը պայթեց ծափահարություններով։ Մարդիկ ոտքի կանգնեցին, հուզված։ Արամի աչքերում արցունքներ կայ։ Ին։ Բարսը, զգալով հավաքական հուզմունքը, ոտքի կանգնեց, սկսեց հաչալ, ոչ թե զգուշացնող, այլ տոնական հաչոցով։ Տիկին Հեղինեն իջավ բեմից ուղիղ գնաց Բարսի մոտ։ Ծնկի իջավ մարգագետնում ուժգին գրկեց շանը, երկուսը միաձուլվելով այդ մաքուր կապի պահին։ Արամը մտովի լուսանկարեց այդ տեսարանը, իմանալով, որ հավերժ կպահի այն։ Միջոցառումը շարունակվեց գործնական ցուցադրություններով։ Պահապան շները ցույց տվեցին հուզական տագնապի նուրբ նշանները հայտնաբերելու իրենց ունակությունները։ Կամավորներ կային, որոնք տարբեր հուզական վիճակներ էին ծածնում, շները կարողանում էին ճշգրիտ որոշել, թե ով է վախեցած, անհանգիստ կամ խորը տխրության մեջ։ Հիացնող էր տեսնել, թե ինչպես էին նրանք զգուշորեն մոտենում, մխիթարություն առաջարկում, վստահության կամուրջ ստեղծում։ Ճաշի ընթացքում, որը մատուցվեց պիկնիկի ոճով մարգագետնում, Արամը զրուցեց մի քանի մարդկանց հետ, որոնք տուժել էին նախագծից։ Սոցիալական աշխատողներ կային, որոնք այժմ աշխատում էին շների հետ համագործակցությամբ, տարեցների այցելուներ, որոնք սովորել էին ճանաչել հոգեբանական բռ. նության նշանները, ընտանիքներ, որոնք վերամիավորվել էին տարիներ շարունակ պարտադրված բաժանումից հետո։ Մի 60 տարեկան կին ամաչկոտ մոտեցավ նրան։ Սերժանտ, իմ անունը Անուշ է։ Ինձ ձեր շունը չի փրկել, բայց իմ հարանուհուն, այո։ Երբ տեսավ, թե ինչ է կատարվում նրա հետ, հասկացավ, որ ես էլ եմ թույլ տալիս, որ իմ սեփական մորը վերահսկի իմ եղբայրը։ Նա նրան չէր ծեծում, չէր գոռում, բայց մանիպուլացնում էր յուրաքանչյուր որոշում, մեկուսացնում էր նրան բոլորից, ստիպում էր նրան անպետք զգալ։ Իմ հարանուհու բողոքելու քաջության շնորհիվ ես էլ քաջություն ունեցա նույնն անելու։ Այսօր մայրս ինձ հետ է ապրում, մենք վերականգնում ենք մեր հարաբերությունները։ Այնպես որ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ չանտեսեցիք այն գրությունը։ Արամը խորապես հուզվեց։ Հենց սա էր նա հույս ունեցել, որ մի պատմություն կոգեշնչի մյուսներին, որ մի մարդու քաջությունը կստեղծի փոփոխությունների դոմինոյի էֆեկտ։ Անուշ, ասաց նա անկեղծորեն, դուք եք արժանի շնորհավորանքների։ Դուք քաջություն ունեցաք գործելու։ Դա հեշտ չէ, հատկապես, երբ դա ընտանիք ին է վերաբերում։ Բայց դուք էիք, որ ցույց տվեցիք, որ դա հնարավոր է։ Դուք էիք, որ ապացուցեցիք, որ արժե պայքարել։ Երեկոյան, երբ միջոցառումը մոտենում էր ավարտին, մի անակնկալ եղավ, որը Արամը չէր սպասում։ Մարիամը նորից բարձրացավ բեմ, բոլորի ուշադրությունը խնդրեց։ Նախքան այս հրաշալի օրը փակելը, մենք հատուկ հայտարարություն ունենք։ Զգայուն պահապան նախագիծը կարևոր ճանաչում է ստացել։ Հայաստանի ազգային ժողովը հաստատել է օրենքի նախագիծ, որը ինստիտուցիոնալացնում է մեր ծրագիրը, ապահովելով մշտական ֆինանսավորում ընդլայնում ամբողջ երկրում։ Եվ ավելին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախագիծը ճանաչել է որպես գերազանց նախաձեռնություն կկրկնօրինակի այն ազգային մակարդակով։ Հանդիսատեսը պայթեց ծափահարություններով, ուրախության ճիչերով։ Դա այն ամենի ամրապնդումն էր, ինչի համար պայքարել էին։ Նախագիծն այլս փորձնական չէր։ Դա հանրային քաղաքականություն էր։ Իրական էր։
Մշտական էր։ Եվ ավելին, շարունակեց Մարիամը։ Մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցել այն երկու կենտրոնական դեմքերին, որոնք իս ամենը հնարավոր դարձրեցին։ Սերժանտ Արամ Գորգյան բարս, խնդրում եմ, բարձրացեք բեմ։ Արամը մի պահ տատանվեց, բայց շրջապատողները քաջալերեցին նրան։ Նա բարձրացավ բարսի հետ, անհարմար զգալով ուշադրությունից, բայց մի նույն ժամանակ պատիվ զգալով։ Արամ, ասաց Մարիամը, նրան տալով բրոնզե հուշատախտակ, փորագրված գրությամբ, սա փոքր հարգանքի տուրք է ձեր քաջության, զգայունության ամենախոցելիների պաշտպանությանը նվիրվածության համար։ Դուք ոչ միայն մի կյանք փրկեցիք։ Դուք շարժում սկսեցիք։ Հուշատախտակի վրա գրված էր. Սերժանտ Արամ Գորգյանին բարսին, հույսի պահապաններին։ Հավերժ երախտագիտություն բոլոր նրանցից, ովքեր լսելի դարձան, երբ լռությունը միակ լեզուն էր, որ մնացել էր։ Արամը չկարողացավ խոսել։ Պարզապես գլխով արեց, չափազանց հուզված բառերի համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, նրան լիովին կոտրեց։ Տիկին Հեղինեն բարձրացավ բեմ, ձեռքին սպիտակ կտորով փաթաթված ինչ-որ բան։ Արամ, սկսեց նա խեղդված ձայնով, դու ինձ վերադարձրիր իմ կյանքը։ Բարսն ինձ վերադարձրեց իմ հոգին։ Այս աշխարհում ոչ մի նվեր չի կարող դա փոխհատուցել։ Բայց ես ուզում եմ քեզ մի բան տալ, որը ներկայացնում է, թե ինչ եք դուք նշանակում ինձ համար։ Նա բացեց կտորը, բացահայտելով շրջանակված նկար։ Դա նուրբ ջրաներկ էր, որը պատկերում էր ծաղկած այգում պառկած գերմանական հովվաշան, կողքին սպիտակ վարդ։ Ներքում, էլեգանտ ձեռագրով, գրված էր. Երախտագիտությունը սրտի հիշողությունն է։ Ես սա նկարել եմ քեզ համար, ասաց տիկին Հեղինեն։ Այս տարի նորից սկսել եմ նկարել, տասնամյակներ շարունակ վրձինը ձեռքս չէի վերցրել։ Եվ առաջին բանը, որ ուզեցի նկարել, Բարսն էր, իմ պաշտպանը, իմ ընկերը, իմ հրեշտակը։ Սպիտակ վարդը խորհրդանշում է վերածնունդը։ Խորհրդանշում է այն ամենը, ինչ դուք ինձ վերադարձրիք։ Արամը դողացող ձեռքերով ընդունեց նկարը։ Նայեց պատկերին, որն այնքան լի էր սիրով երախտագիտությամբ, վերջապես թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Գրկեց տիկին Հեղինեին, երկուսը երկար պահ մնացին այդպես, մինչ հանդիսատեսը ոտքի վրա ծափահարում էր։ Բարսը, զգալով ուժեղ հուզմունքը, սկսեց ցածրաձայն կաղկանձել դունչը հպեց նրանց երկուսի ոտքերին, կարծես ուզում էր նրանց էլ գրկել։ Երբ Արամը վերջապես կարողացավ խոսել, նրա ձայնը խռպոտ էր հուզմունքից։ Տիկին Հեղինե, այս նկարը հատուկ տեղ կունենա իմ տանը։ Այն ինձ ամեն օր կհիշեցնի, թե ինչու եմ անում այն, ինչ անում եմ։ Կհիշեցնի, որ յուրաքանչյուր կյանք կարոր է, որ յուրաքանչյուր օգնության կանչ արժանի է լս։ Ելի լինելու, որ մենք երբեք չպետք է անտեսենք մեր բնազդները, երբ ինչ-որ բան այն չէ։ Շնորհակալ եմ։ Ինձ վստահելու համար։ Պայքարելու համար։ Վերապրելու համար։ Դուք ոգեշնչում եք ոչ միայն ինձ, այլ բոլորիս այստեղ։ Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական պահով։ Մարիամը պատրաստել էր 300 սպիտակ վարդ, մեկը, յուրաքանչյուր ներկայի համար։ Յուրաքանչյուրը իր վարդը կտնկեր ինչ-որ հատուկ վայրում, որպես հույսի, վերածննդի խոցելիներին պաշտպանելու խոստման խորհրդանիշ։ Տիկին Հեղինեն իրենը տնկեց նոր տան այգում, Անդրեի կողքին։ Արամն իրենը տնկեց ոստիկանության բաժանմունքի այգում, շնաբուծարանի մոտ, որտեղ Բարսը քնում էր, երբ ծառայության մեջ չէր։ Եվ այդպես քաղաքը սկսեց կետ-կետ պատվել սպիտակ վարդերով, յուրաքանչյուրը կրելով մի պատմություն, մի խոստում, մի հույս։ Հաջորդ ամիսներին զգայուն պահապան նախագիծը շարունակեց աճել։ Ավելի շատ շներ մարզվեցին։ Ավելի շատ դեպքեր լուծվեցին։ Տարեցների նկատմամբ հոգեբանական բռնության մասին բողոքների թիվը զգալիորեն աճեց, ոչ թե որովհետև խնդիրը վատթարացել էր, այլ որովհետև մարդիկ գիտեին, որ կարող են օգնություն խնդրել լսելի կլինեն։ Արամը ստացավ լեյտենանտի կոչում, պատասխանատվություն ստացավ համակարգելու ծրագրի ընդլայնումը ամբողջ երկրում։ Դա դժվար, բայց շնորհակալ աշխատանք էր։ Յուրաքանչյուր նոր քաղաք, որն ընդունում էր նախագիծը, յուրաքանչյուր նոր մարզված շուն, յուրաքանչյուր նոր փրկված զոհ, այս ամենը սնուցում էր նրա նպատակը։ Բարսը շարունակեց լինել նախագծի պաշտոնական դեսպանը։ Այցելում էր դպրոցներ, մասնակցում դասախոսությունների, ցուցադրում իր ունակությունները միջոցառումներին։ Բայց ամենաշատը նա սիրում էր շաբաթական այցելությունները տիկին Հեղինեի տուն։ Այնտեղ նա կարող էր պարզապես շուն լինել, խաղալ այգում, ստանալ քնքշանք տնական հյուրասիրություններ։
Եվ տիկին Հեղինեն այդ պահերը նույնքան էր սիրում, որքան նա։ Ամառային մի օր, փրկությունից գրեթե 2 տարի անց, Արամը նստած էր ծառի տակի նստարանին, տիկին Հեղինեի այգում։ Բարսը պառկած էր նրա ոտքերի մոտ, լիովին հանգիստ։ Տիկին Հեղինեն 2 բաժակ սառը ծիրանի հյութ բերեց նստեց կողքին։ Գիտես, Արամ, սկսեց նա, նայելով այգ, ուն, որը դարձել էր իր ապաստանը, երբեմն մտածում եմ, թե ինչպես ամեն ինչ կարող էր այլ լինել։ Եթե դու ուշադրություն չդարձնեիր վարպետ Աշոտի պատմածին։ Եթե չգտնեիր իմ գրությունը։ Եթե քաջություն չունենայիր մտնելու այն տուն։ Ես հավանաբար այսօր այստեղ չէի լինի։ Արամը գլուխը շարժեց։ Դա միայն ես չէի, տիկին Հեղինե։ Դա փոքր ուշադրությունների շղթա էր։ Վարպետ Աշոտը, որը նկատեց ձեր բացակայությունը։ Հարանները, որոնք բողոքեցին ձայներից։ Բարսը, որը զգաց ձեր տառապանքը։ Գնդապետը, որը թույլատրեց մուտքը։ Բժշկական անձնակազմը, որը ձեզ ջերմորեն վերաբերվեց։ Անդրեն, որը երբեք չհանձնվեց ձեզ համար։ Մենք բոլորս, ինչ-որ կերպ, ձեր փրկության մասն ենք։ Ճիշտ է։ Բայց դու այն օղակն էիր, որը կապեց ամեն ինչ։ Դու էիր, որ հավատացիր։ Նրանք մի պահ լուռ մնացին, պարզապես վայելելով այդ այգու հանգստությունը, որն այնքան տարբեր էր այն տագնապից, որը տիկին Հեղինեն ապրել էր ոչ շատ վաղուց։ Արամ, շարունակեց նա, ուզում եմ քեզ մի հարց տալ։ Ինչ սովորեցիր այս ամենից։ Արամը զգուշորեն մտածեց պատասխանելուց առաջ։ Ես սովորեցի, որ տառապանքը միշտ չէ, որ տեսանելի է։ Որ մարդիկ կարող են ներսից մահանալ, մինչդեռ դրսից լիովին լավ են թվում։ Սովորեցի, որ կարեկցանքը մի ունակություն է, որը պետք է մշակել, ինչպես մշակում ենք այգի։ Սովորեցի, որ կենդանիները, հատկապես շները, ինչպիսին բարսն է, ունեն հուզական իմաստություն, որը մենք, մարդիկ, հաճախ կորցնում ենք մեր զբաղված մակերեսային կյանքի մեջ։ Եվ սովորեցի, որ երբեք ուշ չէ նորից սկսել, նորից ծաղկել, նույնիսկ կոտրվելուց հետո։ Տիկին Հեղինեն ժպտաց, աչքերը խոնավացած։ Հենց այդպես է։ Ես կոտրվել էի, բայց չէի ոչնչացվել։ Եվ այսօր, հետ նայելով, կարող եմ ասել, որ ավելի ուժեղ եմ, քան առաջ։ Ոչ թե որովհետև տեղի ունեցածը լավ էր, դա սարսափելի էր։ Այլ որովհետև այն ձը, որով ես ընտրեցի վերաբերվել տեղի ունեցածին, ինձ փոխեց։ Ես ընտրեցի չսահմանվել իմ տրավմայով։ Ես ընտրեցի սահմանվել իմ հաղթահարումով։ Դա ամենամեծ հաղթանակն է, տիկին Հեղինե։ Եվ դուք այդ ընտրությամբ այնքան շատ մարդկանց եք ոգեշնչում։ Անդրեն հայտնվեց դռան մոտ, աշխատանքից գալով։ Տեսնելով երեքին այնտեղ, Արամին, Բարսին իր մորը։ Ժպտաց այն ժպիտով մեկի, ով գիտի, որ ճիշտ բան է արել։ Իմ կյանքի 3 ամենակարևոր մարդիկ, ասաց նա։ Ինչպիսի։ Գեղեցիկ տեսարան է։ Միացավ նրանց 4-ով մնացին այնտեղ, զրուցելով պարզ բաների մասին, այգու, հանգստյան օրերի պլանների, աշխատանքի նորությունների։ Դա սովորական, բայց խորապես նշանակալի պահ էր։ Որովհետև նրա համար, ով եղել է անդունդի հատակին, պարզությունը շքեղություն է, հանգստությունը, օրհնություն, իսկ ընկերակցությունը նվեր։ Երբ Արը սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն, Արամը ոտքի կանգնեց, գնալու։ Բարսը ձգվեց նույնպես ոտքի կանգնեց, պատրաստ հետելու իր գործընկերոջը։ Մինչ հաջորդ շաբաթ, ասաց Արամը, գրկելով տիկին Հեղինեին։ Մինչ հաջորդ շաբաթ, սիրելիս։ Եվ շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Միշտ։ Տուն վերադառնալու ճանապարհին, մինչ քշում էր Երանի ծառաշատ փողոցներով, Արամը մտածում էր այն ճանապարհի մասին, որն անցել էր այն բացահայտման գիշերվանից։ Այն սկսվել էր որպես սովորական բարեկություն, վերածվել էր շատ ավելի մեծ բանի։ Դարձել էր կյանքի նպատակ։ Հետի։ Հայելուց նայեց Բարսին, որը պառկած էր հետի նստատեղին, այն խաղաղ իմաստուն հայացքով։ Դու սկզբից էլ գիտեիր, այնպես չէ, ընկեր։ Դու զգում էիր, որ այն գիշերը ամեն ինչ կփոխի։ Բարսը գլուխը բարձրացրեց նայեց Արամին, այդ հայացքում խորը հասկացողություն կար, մի կապ, որը գերազանցում էր տեսակների միջ արգելքը։ Եվ մինչ քաղաքը լուսավորվում էր գիշերային լույսերով, Արամը գիտեր, որ գտել է իր տեղն աշխարհում։ Նա ոչ միայն արձանագրություններ կատարող ոստիկան էր։ Նա հոգիների պաշտպան էր, հույսերի պահապան, լրացվածների պաշտպան։
Եվ նրա կողքին միշտ կլիներ բարձր 4 թաթանի հրեշտակը, որը բոլորին սովորեցրել էր, որ իսկական ուժը մկաններում կամ զենքերում չէ, այլ ուրիշի ցավը զգալու այն թեթացնելու համար գործելու ունակության մեջ։ Զգայուն պահապան նախագիծը կշարունակեր աճել։ Ավելի շատ կյանքեր կփրկվեին։ Ավելի շատ հաղթահարման պատմություններ կգրվեին։ Եվ այս ամենը, որովհետև աշնանային ցուրտ մի գիշեր մի ոստիկան որոշեց ուշադրություն դարձնել, մի շուն որոշեց վստահել իր բնազդներին, մի տարեց կին քաջություն ունեցավ գրություն գրել, օգնություն խնդրելով։ Երբեմն հենց փոքր ուշադրությունների մեջ են տեղի ունենում մեծ հրաշքները։ Երբեմն հենց ամենապարզ ժեստերի մեջ է մարդկայնությունը բացահայտվում իր ամենամաքուր ձով։ Եվ երբեմն հենց շան հայացքի մեջ ենք գտնում այն իմաստությունը, որն այդքան փնտրում ենք։ Արամի, Բարսի տիկին Հեղինեի պատմությունը ոչ միայն փրկության մասին էր։ Դա մարդկային հոգատարության գործելու, ցավը հույսի վերածելու ունակության մասին էր։ Դա այն մասին էր, թե ինչպես կարեկցանքը, երբ անկեղծ քաջը, կարող է բառացիորեն կյանքեր փրկել։ Դա այն մասին էր, թե ինչպես մենք երբեք չպետք է թերագնահատենք փոքր ուշադրության, խնամքի ժեստի, ուրիշի տառապանքը անտեսելուց հրաժարվելու ուժը։ Եվ մինչ սպիտակ վարդերը շարունակում էին ծաղկել Երանի այգիներում, յուրաքանչյուրը կրելով պաշտպանության խնամքի լուր խոստում, ամբողջ քաղաքը կարծես թե արժեքավոր դաս էր սովորել, որ ամենախոցելիներն արժանի են մեր ուշադրությանը, մեր հարգանքին, մեր պաշտպանությանը։ Որ լռությունը միշտ չէ, որ խաղաղություն է նշանակում, երբեմն դա հուսահատութ յուն է նշանակում։ Եվ որ յուրաքանչյուրիս պարտքն է լինել ուշադիր, կարեկից մարդ։ Գիշերն ամբողջությամբ իջավ քաղաքի վրա։ Արամը տուն հասավ, Բարսի համար ընթրիք պատրաստեց, նստեց բազմոցին, ձեռքին տիկին Հեղինեի նկարը։ Նայեց այն սպիտակ վարդին, որն այնքան սիրով խնամքով էր նկարված, խորը խաղաղություն զգաց։ Բարսը եկավ պառկեց նրա ոտքերի մոտ, ինչպես միշտ էր անում։ Եվ այնտեղ, այն պարզ բնակարանում, այն հանգիստ պահին, Արամը գիտեր, որ ինքը փոփոխություն է մտցրել։ Ոչ թե մեծ կամ տպավորիչ ձով, այլ ամենակարոր ձով, նա տեսել էր մեկին, ով օգնության կարիք ուներ, գործել էր։ Եվ սա, ի վերջո, մարդկայնության իսկական էությունն էր։